Բարև ձեզ հետ Էման է։ Հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Մայրիկ, դու խանգարում ես իմ կյանքին։ Նունը Հովանիսյանը նայում էր աղջկան և չէր ճանաչում նրան։ Ահա, գյուղում տունը, ապրիր այնտեղ, ես կօգնեմ փողերով։ 45 տարի ուսուցչի աշխատանք, 30 տարի մենակ դաստիարակել էր աղջկան, և ահա ավարտը։ Նա մեկնում էր օտար գյուղ, մեկ ճամպրուկով, առանց իմանալու, որ 2 տարի անց հենց դուստրը կկանգնի իր առջև ծնկի իջած, ձեռքը մեկնած։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է մայրական սերը անցնում ամենադաժան փորձությունը, սեփական երեխայի դավաճանությունը։ Դրեք լայք և բաժանորդագրվեք ալիքին, և գրեք որտեղից եք ինձ դիտում։ Վերջաբանը շուր կտա այն ամենը, ինչ դուք մտածում էիք արդարության և ներման մասին։ Ապրիլյան երևանյան առավոտը մոխրագույն և անձրևոտ էր։ Պատուհանից 3 սենյականոց բնակարանից Երևանի հարավ-արևմտյան մասում, Արաբկիր թաղամասում մեքենաների աղմուկ էր լսվում։ Անձրևի տակ անձրևանոցներով շտապում էին անցորդները։ Իսկ Նունե Հովանիսյանը կանգնած էր հյուրասենյակի կենտրոնում, մի ճամպրուկ ձեռքին, և չէր կարողանում հավատալ, որ իրեն 65-ամյա կնոջը, ով ամբողջ կյանքը նվիրել է աղջկան, հիմա դուրս են շպրտում տնից, իբրև անպետք իր։ Նունեն ցածրահասակ էր։ Մոխրագույն մազերը հավաքած էին հետև, 20 տարի նույն բարակ շրջանակով ակնոցներն էր գրում։ Որովհետև նորի վրա փող էր խնայում, ավելի լավ է Անիի համար ինչ-որ բան գնել։ Նրա վրա հին ինքնահյուսած կարծիկան էր, գունատ վարդագույն, որը 5 տարի առաջ էր հյուսել, երբ դեռ աշխատում էր դպրոցում, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։ Այն ժամանակ երեկոներին ուժ էր մնում և հյուսելու, և տետրեր ստուգելու համար։ Իսկ հիմա, կենսաթոշակի անցնելուց կես տարի հետո, հանկարծ պարզվեց, որ նա անգամ սեփական դուստրը պետք չէ։ Նունեի դեմքը հոգնած էր, մանր կնճիռներով, ինչպես աշնանային հողը երաշտից ճաքած, բայց աչքերը մնացել էին բարի, պայծառ, թեև հիմա դրանց մեջ արցունքներ էին կանգնած, որոնք նա ամեն ուժով փորձում էր չթափել, որպեսզի թույլ և խեղճ չթվա։ Դուստրը Անին կանգնած էր պատուհանի մոտ, մեջքով դեպի մայրը, նայում էր անձրևին և չէր շրջվում, կարծես վախենում էր աչքերով հանդիպել և տեսնել այն, ինչ անում էր իր անտարբերությամբ։ Անին 35 տարեկան էր։ Աշխատում էր խոշոր ընկերությունում որպես օֆիս մենեջեր, գրում էր թանկարժեք գործնական կոստյումներ, ամեն շաբաթ 5000 դրամով մանիկյուր էր անում սալոնում, օգտագործում էր պրոֆեսիոնալ կոսմետիկա և այնպիսի տեսք ուներ, կարծես բոլորովին այլ ընտանիքում էր մեծացել, ոչ թե այնտեղ, որտեղ մայրը նրա գուլպաներն էր կարում և 3 օրով մեկ հավից ապուր էր եփում, խնայելով յուրաքանչյուր կոպեկը։ Բարձրահասակ, սլացիկ, կարճ նորաձև սանրվածքով և սառը դեմքի արտահայտությամբ։ Անին նման էր այն երևանյան կանանց, որոնք փողոցներով շտապում են թղթե բաժակներով սուրճը ձեռքներին, հեռախոսով խոսելով հանդիպումների և պայմանագրերի մասին։ Նա վաղուց մոռացել էր, թե որտեղից է եկել և ով է վճարել իր ճանապարհը դեպի այս փայլուն աշխարհ։ Նունեն հիշում էր։ Հիմա չէր կարող չհիշել, կանգնած ճամպրուկով ձեռքին, թե ինչպես 32 տարի առաջ ամուսինը Վահեն ընտանիքից հեռացավ, երբ Անին ընդամենը 3 տարեկան էր։ Գնաց աշխատանքի երիտասարդ գործընկերոջ հետ, նույնիսկ հրաժեշտ չտվեց աղջկան, պարզապես հավաքեց իրերը պայուսակի մեջ և ասաց. «Չեմ կարող այսպես ապրել, Նունե, դու ինձ խեղդում ես քո ճիշտությամբ», և դուռը շրխակացրեց, իսկ ալիմենտ երբեք չվճարեց, կարծես երեհա չուներ։ Այդ օրվանից Նունեն մենակ էր քաշում դստերը, ուսուցչի 32,000 դրամ աշխատավարձով, որը հազիվ էր բավականացնում սննդի և կոմունալ վճարումների համար։ Եվ երեկոները, երբ Անին քնում էր, նա վերցնում էր ռեպետիտորություն, պատրաստում էր ավագ դասարանցիներին քննություններին, կեսգիշերին նստում էր ստուգելով շարադրությունները, հեռախոսով բացատրելով կանոնները։ Եվ այդ լրացուցիչ 20-24,000 դրամը ամեն ամիս գնում էր դստեր հագուստի, խմբակների, երաժշտական դպրոցի վրա, որտեղ Անին այնքան էր ուզում գնալ։
Իրեն Նունեն տարիներ շարունակ ոչինչ չէր գնում, նույն 3 զգեստները, նույն կոշիկները, որոնք կպցունում էր, երբ պոկվում էր, նույն վերարկուն, որը գրում էր 12 տարի, իսկ Անին միշտ հագնված էր ինչպես նկարից, դասարանում լավագույնը, որպիսի չծաղրեն, որպիսի իրեն ավելի վատ չզգա մյուսներից։ Երբ Անին ավարտեց դպրոցը և ուզեց ընդունվել Երևանի հեղինակավոր կառավարման ինստիտուտ, որտեղ ուսումը տարեկան 480,000 դրամ էր, Նունեն առանց մտածելու վաճառեց ամառանոցը, որը ծնողներից էր մնացել։ Փոքրիկ թեքված տունը 600 քառակուսիով հողով, որտեղ ամեն ամառ բանջարեղեն էր աճեցնում սննդի վրա խնայելու համար։ Եվ այդ 12,000 դրամը գնաց դստեր ուսման առաջին 2 տարվա վրա, հետո ստիպված եղավ վարկեր վերցնել։ Նունեն բանկում ստորագրում էր թղթերը առանց կարդալու, միայն թե դուստրը ինստիտուտը չթողնի։ Եվ հաջորդ 10 տարիները նա մարում էր այդ պարտքերը, աշխատավարձի կեսից ավելին տալով, հրաժարվելով ամեն ինչից, բայց ոչ մի անգամ չբողոքեց, չասաց, աղջիկս, ինձ ծանր է, որովհետև վախենում էր, որ դուստրը կթողնի ուսումը և կգնա աշխատանքի, իսկ Նունեն ուզում էր նրա համար ավելի լավ կյանք, քան իրենը։ Երբ Անին դարձավ 28 և գտավ լավ աշխատանք 280,000 դրամ աշխատավարձով, նա ասաց մորը. «Մայրիկ, ուզում եմ սեփական բնակարան, հոգնել եմ վարձով ապրելուց, փողը քամուն տալուց»։ Եվ Նունեն առանց մտածելու վաճառեց իր 1 սենյականոց բնակարանը Երևանի ծայրամասում, որտեղ 30 տարի ապրել էր, որտեղ ծնվել և մեծացել էր Անին, որտեղ պատերին կախված էին մանկական նկարներ և լուսանկարներ։ Եվ այդ 9 միլիոն դրամը դարձան դստեր 3 սենյականոց բնակարանի առաջին վճարը Երևանի Արաբկիր թաղամասում, լավ վերանորոգված։ Անին երջանիկ էր, գրկում էր մորը և ասում. «Շնորհակալ եմ, մայրիկ, ամեն ինչ կվերադարձնեմ, ահա կաշխատեմ, քեզ ավելի լավ բնակարան կգնեմ»։ Բայց տարիներն անցնում էին, իսկ նա ոչինչ չվերադարձրեց, և Նունեն չէր հիշեցնում, որովհետև ինչպես կարելի է պահանջել երախտագիտություն դստերից, երբ ամեն ինչ, որ անում ես սիրուց։ Բնակարանը վաճառելուց հետո Նունեն ժամանակավորապես տեղափոխվեց դստեր մոտ։ Այդպես էին պայմանավորվել 1-2 ամիս, մինչև մայրը ինչ-որ էժան բան գտնի։ Բայց ամիսները վերածվեցին տարիների, և ահա արդեն 3 տարի Նունե Հովհաննիսյանը ապրում էր 10 քառակուսի սենյակում, որը Անին անվանում էր մամայի սենյակ, թեև իրականում դա պահեստ էր, վերածված ննջասենյակի, որտեղ տեղավորվում էին միայն նեղ մահճակալ, հին պահարան և սեղանիկ։ Առաջին ժամանակ Նունեն փորձում էր օգտակար լինել։ Խոհանոցում ճաշեր և ընթրիքներ էր պատրաստում, բնակարանը մաքրում, խանութ գնումներ էր անում, Անիի բլուզներն ու զգեստները արտուկում, հատակները լվանում։ Որովհետև ուզում էր թեկուզ ինչ-որ բանով վճարել տանիքի համար, բայց Անին ավելի ու ավելի էր նյարդայնանում։ «Մայրիկ, ինձ համար մի եփիր, ես ինքս կորոշեմ, թե ինչ ուտեմ»։ «Մայրիկ, իմ սենյակում մի մաքրիր, այնտեղ իմ համակարգն է»։ «Մայրիկ, աշխատանքի ժամանակ ինձ մի զանգիր պարզ բաների համար, ես զբաղված եմ»։ Եվ օրեցօր անդունդը նրանց միջև աճում էր, ինչպես սառույցի ճեղքը, որով քայլում ես և չգիտես, թե երբ կընկնես։ Ամեն ինչ վերջնականապես փոխվեց, երբ կես տարի առաջ Նունեն թոշակի անցավ 64 տարեկանում։ 42 տարի աշխատելով ռուսաց լեզվի ուսուցչուհի Երևանի թիվ 47 դպրոցում, հյուսիսային մասում, որտեղ նրան ճանաչում և սիրում էին 3 սերունդ աշակերտներ։ Եվ նրա թոշակը կազմեց 70,000 դրամ, ծիծաղելի գումար մայրաքաղաքի համար, որի վրա կարելի էր միայն կոմունալները վճարել և ամենաանհրաժեշտը գնել։ Նունեն հանկարծ դարձավ ոչ մեկին պետք չեքուղ, ոչ դպրոցին, որտեղ իրեն փոխարինել էր երիտասարդ ուսուցչուհին, ոչ դստերը, որը ավելի ու ավելի քիչ էր տանելինում։ Անհետանում էր աշխատանքում կամ հանդիպում նոր ընկերոջը, Գորին, 38-ամյա բիզնեսմենին, թանկարժեք մեքենայով և վերևից խոսելու սովորությամբ։ Նունեն ամբողջ օր տանը նստում էր, գուլպաներ էր հյուսում, որոնք ոչ մեկին պետք չէին։ Կարդում էր հին գրքեր, որոնք արդեն 10 անգամ կարդացել էր։ Հեռուստացույցով սերիալներ էր դիտում, և օրեցօր զգում էր, թե ինչպես է կյանքը հոսում մատների միջով, թե ինչպես է ինքը դառնում թափանցիկ, անտեսանելի, անպետք։
Գոռը ավելի ու ավելի հաճախ էր գալիս Անիի մոտ, գիշերում էր մնում։ Եվ մի առավոտ, երբ Նունեն դուրս եկավ նախաճաշի եւ տեսավ նրան սեղանի մոտ խալաթով, կարծես տանտերը լիներ, իրեն անհարմար եւ ամոթ զգաց։ Նա շշնջաց. «Բարի առավոտ»։ Թեյի լցրեց եւ արագ գնաց իր սենյակը, զգալով մեջքին նրա սառը հայացքը։ Երեկոյան, երբ Գոռը մեկնեց, Անին մտավ մոր մոտ եւ կոշտ ասաց, առանց շրջանառության, նայելով ոչ աչքերին, այլ կողքին. «Մայրիկ, պետք է խոսենք։ Գոռը ուզում է, որ մենք երկուսով ապրենք։ Նա չի կարողանում հանգստանալ, երբ դու այստեղ ես։ Նա հուշում է, որ ինձ հետ չի ամուսնանա, քանի դու բնակարանում ես ապրում»։ Նունենը զգաց, թե ինչպես սիրտը ընկավ, ձեռքերը սառեցին եւ շշնջաց. «Անի, բայց ես չեմ խանգարում»։ Ես լուր եմ նստում, գրեթե դուրս չեմ գալիս սենյակից, բայց դուստրը ձեռքով ցույց տվեց. «Մայրիկ, դու չես հասկանում։ Քո ներկայությունը ինձ խանգարում է։ Ես 35 տարեկան եմ, ուզում եմ անձնական կյանք, ընտանիք, երեխաներ, իսկ քեզ հետ դա անհնար է»։ Մեկ շաբաթ անց Անին հայտարարեց որոշումը, ինչպես դատավճիռ, որը քննարկման չի ենթարկվում։ Նա գտել եւ գնել էր տուն գյուղում, Մարգահովիտում, Լոռու մարզում, 250 կիլոմետր Երևանից, հին թեքված խրճիթ, 800,000 դրամով, եւ հիմա մոր հետ խոսում էր ուրախ ձայնով, ինչպես խոսում են երեխաների հետ, երբ համոզում են ուտել անհամշիլա։ «Մայրիկ, դու ամբողջ կյանքդ երազել ես բնության մեջ ապրել։ Հիշում ես, թե ինչպես ասում էիր, որ քաղաքում խեղդվում ես եւ ուզում ես հանգիստ։ Ահա քեզ հնարավորություն։ Մաքուր օդ, անտառը կողքին։ Կարող ես բանջարանոց հիմնել, ծաղիկներ տնկել։ Ես կօգնեմ փողերով։ Ամեն ամիս կփոխանցեմ 20,000 դրամ։ Թոշակիդ հետ միասին քո 70-ի հետ կլինի 90։ Բավականին լավ է գյուղի համար։ Քեզ այնտեղ ավելի լավ կլինի, քան Երևանի խեղդվող օդում, հավատա ինձ»։ Նունեն լսում էր եւ չէր կարողանում խոսք ասել, որովհետեւ հասկանում էր, սա առաջարկ չէ, սա որոշում է, որ արդեն ընդունված է առանց իրեն եւ առարկելն անիմաստ է։ Եվ խոսքերը «Ես ամբողջ կյանքս երազել եմ բնության մեջ ապրել»։ Նա չէր հիշում, գուցե մի անգամ հոգնածության պահին ինչ-որ բան ասել էր, բայց դա չէր նշանակում, որ 65 տարեկանում ուզում էր մենակ գնալ օտար գյուղ, որտեղ ոչ մեկին չի ճանաչում, որտեղ երբեք չի եղել, որտեղ ստիպված կլինի կյանքը սկսել զրոյից։ Նա փորձեց առարկել թույլ ձայնով, որը դողում էր արցունքներից. «Անի, ես երբեք գյուղում չեմ ապրել։ Ինչպես մենակ կհաղթահարեմ։ Ես չգիտեմ ոչ վառարան վառել, ոչ բանջարանոց փորել»։ Բայց Անին ընդհատեց նրան գրգռված. «Մայրիկ, դու ուժեղ կին ես, դու մենակ ինձ մեծացրիր, կհաղթահարես նաև սա։ Հարևանները կսովորեցնեն, այնտեղ մարդիկ բարի են, գյուղացի, միշտ օգնում են միմյանց։ Մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի»։ 3 օր հետո Գոռը եկավ իր սև օտարերկրյա մեքենայով, Նունեին գյուղ տանելու։ Ինքը Անին չեկավ, պատճառաբանելով, որ աշխատանքում կարևոր հանդիպում ունի, որը չի կարելի հետաձգել։ Եվ երբ Նունեն հավաքում էր իրերը, հին անիվներով ճամպրուգի մեջ դնելով 3 զգեստ, 2 կարծիգան, սպիտակեղեն, գրքեր եւ լուսանկարներ, Անին կանգնած էր կողքին եւ անտարբեր ասում էր. «Մայրիկ, սա մի վերցրու, այնտեղ պետք չի գա, սա էլ պետք չէ, վերցրու միայն ամենաանհրաժեշտը»։ Նունեն գտավ սեղանի դարակի հատակին հին լուսանկար, որտեղ Անին դպրոցական համազգեստով սպիտակ ժապավեններով կանգնած է իր կողքին, գրկելով նրա գոտկատեղը, եւ երկուսն էլ շփտում են տեսախցիկին։ Դա 25 տարի առաջ էր, սեպտեմբերի 1-ին, եւ այն ժամանակ դուստրը դեռ սիրում էր նրան, եւ Նունեն արագ թաքցրեց լուսանկարը դրամապանակի մեջ, որպիսի Անին չտեսնի արցունքները, որոնք խեղդում էին իրեն։ Երբ ամեն ինչ հավաքված էր եւ ճամպրուկը կանգնած էր դրան մոտ, Նունեն գրկեց դուստրը եւ շշնջաց արցունքների միջով. «Անի, ներիր ինձ, եթե ինչ-որ բան սխալ եմ արել, ես չէի ուզում խանգարել քո կյանքին»։ Բայց Անին կանգնած էր իբրև փայտե, չգրկելով պատասխան, եւ միայն չոր ասաց. «Ամեն ինչ լավ է, մայրիկ, մի անհանգստացիր, կզանգենք իրար, ինչ-որ ժամանակ ամռանը կգամ քեզ մոտ»։ Նունեն դուրս եկավ աստիճանը հարթակ, վերջին անգամ շրջվեց։ Դուստրը արդեն փակում էր դուռը, առանց նայելու հետևից, եւ փականի սեղմակը հնչեց ինչպես կրակոց, վերջնական եւ անդարձ։ Եվ Նունեն հասկացավ, որ ընդմիշտ կորցրել է դուստրը,
Թեև նա ողջ է, առողջ է, ապրում է ընդամենը 250 կիլոմետր հեռավորության վրա, բայց նրանց միջև հիմա անդունդ է, որը չի կարելի անցնել։ Գոռը տանում էր նրան լուր, մեքենայում բարձր երաժշտություն լսելով, եւ միայն մեկ անգամ շրջվեց եւ ասաց այնպիսի տոնով, կարծես բացատրում էր ինչ-որ ակնհայտ բան։ Անին ճիշտ է անում, Նունե Հովհաննիսյան։ Նրան անձնական կյանք է պետք, մեծացած երեխաներին տարածք է պետք, դուք հասկանում եք։ Նունեն գլխով արեց, սեղմելով ձեռքերում թաշկինակը, որով սրբում էր արցունքները, եւ նայում էր պատուհանից դուրս, ճանապարհին, որտեղ քաղաքները փոխարինվում էին գյուղերով, ասֆալտը վերածվում էր փշրված հողային ճանապարհի, իսկ հոգում աճում էր վիրավորանքը, դառը եւ ծանր, ինչպես սրտի վրա քար։ Եվ անպատասխան հարց. ինչի համար, ինչ սխալ եմ արել։ Մարգահովիտ գյուղը պարզվեց շատ փոքր, ընդամենը 40 տուն, որոնց կեսը լքված էր, կոտրված պատուհաններով եւ փլված տանիքներով։ Եվ երբ մեքենան շրջվեց նեղ հողային ճանապարհով եւ կանգ առավ գյուղի ամենավերջին տան մոտ, եզրին, Նունեն տեսավ իր նոր տունը եւ սարսափեց։ Թեքված գերանե խրճիտ, ժանգոտ տանիքով, կլպված ներկով պատերով եւ դարպասով, որը միայն մեկ ծխնու վրա էր կախված եւ քամուց սկսկում էր այնպես տխուր, կարծես լաց էր լինում։ Բակը խոտածածկ էր մինչև գոտի։ Խնձորենիները վայրիացել էին եւ կանգնած էին կոր, ինչպես տարիներով կռացած ծերուհիներ։ Իսկ տան հետևում երևում էր թեքված շտեմարան, տանիքում անցքով, որտեղից դուրս էր ցցվում ժանգոտ խողովակը։ Գոռը ճամպրուկը տարավ սենյակ, գցեց հատակին, առանց նայելու Նունեի աչքերին մրմնջաց. «Դե ահա, եկանք, հաջողություն ձեզ», նստեց մեքենան եւ հեռացավ այնքան արագ, կարծես վախենում էր, որ կխնդրեն մնալ թեկուզ մի բաժակ թեյ խմելու։ Նունեն մնաց մենակ, կանգնած բակի մեջտեղում, եւ շուրջը լռությունը այնքան լի էր, որ ականջներում էր զնգում։ Ոչ մեքենաներ, ոչ ձայներ։ Միայն քամին աղմկում էր կեչիների մեջ ցանկապատի հետևում եւ ինչ որտեղ հերվից հաչում էր շունը։ Նա հրեց դուռը, մտավ խրճիթի ներս եւ տեսավ փոշի, հաստ շերտ փոշի հատակին, պատուհանագոգերին, հին կահույքի վրա, սարդոստային կախված առաստաղից եւ հսկայական ռուսական վառարան անկյոնում կեղտոտված եւ սառը, որից քաշում էր խոնավություն եւ հոտ։ Կահույքը հին էր, գյուղական, սեղան, երկու նստարան, մահճակալ երկաթե գլխատախտակներով եւ ընկածներ քնակով, հին պահարան, կլպված ներկով։ Եվ ամեն ինչ այնքան խեղճ եւ տխուր տեսք ուներ, որ Նունեն իջավ նստարանին եւ պորտքեց լացի, դեմքը թաքցնելով ափերի մեջ։ Նա երկար լաց եղավ, խեղդվելով, ինչպես լաց են լինում, երբ այլևս ուժ չկա դիմանալու։ Եվ արդյունքները գլորվում էին այտերով, կաթում հատակին, լվանալով փոշին, եւ գլխում պտտվում էին նույն մտքերը. ինչպես է սա եղել։ Ես ամբողջ կյանքս տվեցի նրան ամեն ինչ, վերջին վերնաշապիկս, իսկ նա ինձ դուրս շպրտեց ինչպես անպետք գիր, ինչպես հին կահույք, որը խանգարում է բնակարանում։ Երեկոյան, երբ մտնեց եւ շատ ցուրտ դարձավ, ապրիլյան գյուղական գիշերը սառն էր, -2 աստիճան, Նունեն փորձեց վառել վառարանը, բայց ծուխը գնաց սենյակ, ծխնելույզը չէր բացվում, եւ նա հազած բացեց պատուհանը։ Ծուխը դուրս թողնելու համար եւ պարկեց քնելու վերարկով, ծածկվելով հին բամբակյա վերմակով, եւ ամբողջ գիշեր լաց եղավ, շշնջալով խավարում. «Տեր Աստված, ինչի համար է ինձ սա, ինչի համար»։ Առավոտյան Նունեին արթնացրեց դռան բարձր, համար, պահանջկոտ թակոցը։ Նա վեր թռավ անկողնուց, վախեցած, չհասկանալով, թե որտեղ է գտնվում, եւ միայն մի քանի վայրկյան հետո հիշեց, որ սա գյուղ է, որ ինքը այստեղ մենակ է, որ դուստրը դուրս է շպրտել իրեն տնից։ Եվ այդ հիշողություններից սիրտը այնպես սեղմվեց ցավից, կարծես մեկը բռունցքով հարվածել էր կրծքին։ Նունեն գցեց թաշկինակը մոխրագույն խառնված մազերի վրա, ուղեց գիշերը կնճռոտված գեստը, որով քնել էր ամբողջ գիշեր, եւ բացեց դուռը։ Դռան շեմին կանգնած էր մոտ 68 տարեկան կին, ամուր կազմվածքով, դեմքը արևայրուկ եւ կնճռոտ, ինչպես թխած խնձոր, եւ նայում էր Նունեին հետաքրքրությամբ, խառնված անվստահությամբ, ինչպես գյուղացիները նայում են օտարներին, որոնք առանց հրավերի հայտնվել են իրենց աշխարհում։ «Դու ո՞վ ես», ուղիղ հարցրեց կինը, առանց որևէ ձևականությամբ, ձեռքերը կրծքին խաչած։ «Ինչ ես անում այստեղ»։ «Տունը դատարկ է,
Մարիամը մահացել է 3 տարի առաջ, ժառանգները քաղաքում են ապրում, վաճառել են ասում են, բայց ոչ մեկին չեն ասել։ Նունեն սրբեց արցունքները ձեռքի հետևի կողմով և պատասխանեց դողացող ձայնով, որը բացահայտում էր ամբողջ հուսահատությունը։ Իմ դուստրը գնել է այս տունը ինձ համար, ասաց այստեղ ինձ ավելի լավ կլինի։ Նա լռեց, չկարողանալով շարունակել, որովհետև եթե բարձրաձայն ասի, դուստրը դուր շպրտեց ինձ, ապա վերջնական կկոտրվի և կլացի օտար կնոջ աչքի առաջ։ Իսկ ամոթ էր ցույց տալ իր վիշտը օտարներին։ Կինը ուշադիր նայում էր նրան, և հանկարծ նրա աչքերում փայլեց հասկացողություն, այնպիսին, որ լինում է միայն նրանց մոտ, ովքեր ինքներս են անցել ցավի միջով և ճանաչում են այն ուրիշների մեջ։ Եվ նա գլուխը թափահարեց, հառաչեց և արդեն ավելի մեղմ ասաց, գրեթե մայրական ձայնով. «Աղջիկդ դուրս է շպրտել ուրեմն»։ Լինում է, սիրելիս, լինում է։ Դու առաջինը չես, վերջինը չես։ Ես Թամարան եմ, հարևան տանից, ահա այնտեղ կեչիների հետևում։ Թամար են ինձ բոլորը կանչում։ Արի իմ մոտ, թեյ խմենք, խոսենք։ Տեսնում եմ սառել ես, հաստատ վառարանը չես վառել։ Նունեն գլխով արեց, և Թամարան ժպտաց։ Հագնվիր, գնանք։ Ցույց կտամ, թե ինչպես վառարան վառել, թե չէ ցրտից կմեռնես, գիշերները դեռ սառնամանիքներ կան։ Նունեն հետևեց Թամարային հնազանդ, ինչպես երեխան մորը, որովհետև ինքը չգիտեր, թե ինչ անել, ինչպես ապրել այս օտար աշխարհում, որտեղ ամեն ինչ այլ է, քան քաղաքում։ Այստեղ չկա ջեռուցում և տաք ջուր ծորակից, չկան խանութներ ամեն անկյունում և ավտոբուսներ, որոնք գալիս են ամեն 10 րոպե։ Այստեղ պետք է ինքդ վառարան վառես, ջուր կրես հորից, փայտ կտրես։ Եվ Նունեն իրեն անօգնական ու անպետք էր զգում, ինչպես ափի վրա դուրս նետված ձուկը, որ խուճապով խփվում է և չի կարողանում շնչել։ Թամարան ցույց տվեց, թե ինչպես վառարանը վառել։ Նախ պետք է հատակին դնել կոմկված թերթ, վրան չոր ջուղեր, հետո բարակ փայտեր, իսկ երբ բորբոքվի, ավելի հաստ կեչու փայտեր։ Եվ անպայման ծխնելույսը բացել, որպեսզի ծուխը գնա խողովակով, ոչ թե խրճիթ։ Եվ վառել ստորից լուցկիով, որպեսզի կրակը վառի թուղթը և բարձրենա դեպի փայտերը։ Նունեն փորձում էր կրկնել, ձեռքերը դողում էին, լուցկիները կոտրվում, ծուխը գնում էր դեմքին, և նա հազաց, սրբելով արցունքները։ Եվ Թամարան թակեց նրա մեջքին ասելով. «Ոչինչ, ոչինչ, կսովորես, ամեն ինչ անմիջապես չի տրվում։ Ես էլ եմ քաղաքից եկել 30 տարի առաջ, ամուսնուս հետևից, և ոչինչ չգիտեի։ Իսկ հիմա նայիր, և վառարան եմ վառում, և կով եմ քթում, և բանջարանոց եմ փորում։ Կսովորես, ուրիշ տեղ չունես գնալու»։ Երբ վառարանը վերջապես ճաքչքաց և ջերմությունը տարածվեց խրճիթով, Նունեն զգաց, թե ինչպես է ջերմությունը լցվում տան մեջ, և առաջին անգամ մեկ օրվա ընթացքում մի փոքր հանգստացավ, թեև ներսում դեռ դատարկություն էր, սառը և անհույս, ինչպես ձմեռային դաշտը ձյան տակ։ Թամարան ցույց տվեց բակի հորը, փայտե թեքված տանիքով և ժանգոտ շղթայով դույլով, որը պետք է իջեցնել ներքև, սպասել, մինչև ջուրը լցվի և հետ քաշել։ Եվ դա այնքան ծանր եղավ, որ առաջին դույլից հետո Նունեի ուսերը ցավացին, և նա հասկացավ, որ իր քաղաքային ձեռքերը, որոնք սովոր են միայն գրիչի և կավիչի, բոլորովին հարմար չեն գյուղական կյանքին։ Ջուրը գրիր առավոտյան, սովորեցնում էր Թամարանը։ Եվ երեկոյան մայրամուտից առաջ։ Ցերեկը ծանր է, ամռանը շոգ կլինի, իսկ ձմռանը եթե հորը սառչի, պետք է անց քանել։ Բայց դա ես քեզ կցուցադրեմ, երբ ժամանակը գա։ Գլխավորն այն է, որ աշխատանքից չվախենաս։ Ձեռքերը կսովորեն, կոշտուկներ կլինեն, բայց դա սարսափելի չէ։ Աշխատող ձեռքերը կնոջ պատիվն են։ Մի քանի օր հետո Նունեն որոշեց գնալ գյուղի խանութ։ Փոքրիկ փայտե տուն գյուղի կենտրոնում, որտեղ վաճառվում էր ամեն ինչ մի քիչ. հաց, կաթ, պահածոներ, լուցկի, օճառ։ Այնտեղ աշխատում էր վաճառողուհի Սիրուշը, մոտ 55 տարեկան կին, հետաքրքրասեր աչքերով և սովորությամբ բոլորից հարցնել նորություններ և կյանքի մանրամասներ։ «Օй, նոր եք եկել մեզ մոտ», բացականչեց նա, հենց որ Նունեն շեմն անցավ։ «Որտեղից եք, սիրելիս»։ Նունեն իջեցրեց աչքերը, սեղմելով հին դրամապանակը ձեռքերում, և անվստահ մրմնջաց. «Երևանից եմ, թոշակի եմ անցել, որոշել եմ բնության մեջ ապրել»։ Բայց Թամարան, որը մտել էր նրա հետ, ուղիղ ասաց, առանց թաքցնելու ճշմարտությունը. «Աղջիկը դուրս է շպրտել, մայրը խանգարում էր ապրելուն»։ Նունեն կարմրեց ամոթից,
զգալով թե ինչպես են արդյունքները մոտենում կոկորդին, եւ Սիրուշը ախ արեց, ձեռքը կրծքին դնելով։ Օհ, աղջիկս, սուրբ հայրեր, ինչպես կարելի է մորը դուրս շպրտել։ Ինչ սիրտ պետք է ունենալ, քարե։ Նա շրջանցեց վաճառասեղանը, գրկեց Նունեին ուսերից, մայրական, եւ սեղմեց իրեն։ Եվ այդ ջերմությունից, բոլորովին օտար մարդու մասնակցությունից Նունեն չդիմացավ եւ պորտկեց լացի, դեմքը թաքցնելով նրա ուսին, եւ երկար լաց եղավ։ Իսկ Սիրուշը գլխով էր շոյում նրա մեջքը եւ ասում. լաց եղիր սիրելիս, լաց եղիր, ավելի հեշտ կդառնա։ Վիշտը եթե ներսում պահես, սրտի վրա քար կդառնա, իսկ մենք քեզ այստեղ չենք լքի։ Կօգնենք, կսովորեցնենք ինչպես պետք է։ Մեր գյուղը փոքր է, բայց մարդիկ բարի են, չեն լքի։ Նունեն փորձում էր ամեն օր զանգել Անիին, դողացող մատներով հավաքում էր համարը, լսում էր երկար հնչյունները եւ հույս ուներ լսել դստեր ձայնը, թեկուզ պարզապես լսել, որ նա ողջ է, որ հիշում է մորը։ Բայց Անին հազվադեպ էր պատասխանում եւ միշտ գրգռված, շտապող։ Կարծես մոր հետ խոսակցությունը նրա համար ծանրաբեռնվածություն լիներ։ Մայրիկ, ես աշխատանքի վրա եմ, չեմ կարող խոսել, հետո կզանգեմ։ Նունեն սպասում էր, բայց դուստրը չէր զանգում, եւ այդ ժամանակ նա գրում էր WhatsApp-ով երկար, մանրամասն հաղորդագրություններ, որտեղ պատմում էր, թե ինչքան դժվար է իրեն, ինչքան ցուրտ է գիշերները, թե ինչպես է դժվարությամբ սովորել վառարան վառել, թե ինչպես է վախենում մենակ մնալ դատարկ տանը։ Եվ Անին պատասխանում էր մի քանի ժամ հետո, մեկ բառով. «Okay, մամ»։ Եվ այդ անտարբերությունը ավելի ցավոտ էր վիրավորում, քան բաց զայրույթը։ Գուցե գաս հանգստյան օրերին գրեց Նունեն մի երեկո, երբ հատկապես ուժգին տխրություն էր եկել։ Այնքան եմ կարոտել աղջիկս, այնքան ծանր է ինձ մենակ։ Անին պատասխանեց միայն հաջորդ օրը. «Մամ, Գորի հետ պլաններ ունեմ, գնում ենք նրա ընկերների ամառանոց, հետո ինչ-որ ժամանակ կգամ, մի անհանգստացիր»։ Նունեն նստած էր հին ճռճռացող մահճակալին, նայելով հեռախոսի էկրանին, եւ արցունքները գլորվում էին այտերով, որովհետև հասկացավ, դուստրը չի գա, ոչ այս հանգստյան օրերին, ոչ հաջորդներին, որովհետև Նունեն այլևս պետք չէ նրան, որովհետև նա դարձել է ծանրաբեռնվածություն, որից ազատվել են եւ ում մասին ուզում են ընդմիշտ մոռանալ։ Գյուղում առաջին շաբաթները Նունեի համար ամբողջական մղձավանջ էին։ Նա ոչինչ չգիտեր այն ամենից, ինչ այստեղ պահանջվում էր գոյատևելու համար, եւ ամեն օր պայքար էր սեփական անօգնականության հետ։ Նա նստում էր տանը, վախենալով դուրս գալ փողոց, որովհետև ամոթ էր հարևանների առջև։ Բոլորը արդեն գիտեին, որ դուստրը դուրս է շպրտել իրեն, եւ Նունեն զգում էր իրենց հայացքները, լի կարեկցանքով եւ համակրանքով, իսկ իրեն կարեկցանք պետք չէր, իրեն պետք էր դուստր, որը կսիրեր իրեն, եւ չէր դուրս շպրտի ինչպես հին իր։ Թամարան ամեն օր գալիս էր, համառորեն կանչում դուրս գալ բակ, օգնել ինչ-որ բան տնային գործերով, բայց Նունեն հրաժարվում էր. «Թամարա, չեմ կարող, ուժ չունեմ, պարզապես ուզում եմ պառկել եւ ոչինչի մասին չմտածել»։ Թամարան չէր նահանջում, բերում էր ուտելիք, եփած կարտոֆիլ, կաղամբով ապուրկացայում, թարմ հաց, տնական կաթնաշոր, որովհետև տեսնում էր, որ Նունեն չի ուտում, նիհարում է եւ չորանում է աչքի առաջ, ինչպես մոմ, որ վերջանում է։ «Կեր», ասում էր Թամարան, խիստ դնելով ափսեն սեղանին, «ուժ է պետք, արդյունքներով վշտին չես օգնի»։ Իսկ ապրել պետք է։ Թոշակդ 70,000 է։ Դուստրդ խոստացել է ավելացնել, բայց կփոխանցի։ Անհայտ է։ Ահա մտածիր, թե ինչպես ես գոյատևելու։ Բանջարանոց պետք է փորել, կարտոֆիլ տնկել, թե չէ ձմռանը սովից կմեռնես։ Նունեն լսում էր եւ հասկանում, որ Թամարան ճիշտ է, բայց ուժ չկար նույնիսկ անկողմուց վեր կենալու, ինչպես գնալ փորել բանջարանոց, որը խոտացած էր, եւ տեսք ուներ կարծես 10 տարի ոչ ոք չէր կպել։ Մի անգամ մայիսի կեսերին, երբ արևը արդեն ամառային էր տաքացնում, պատուհանից դուրս թռչուններ էին երգում, եւ շուրջը ամեն ինչ ծաղկում էր ու հոտում թարմ հողով եւ խնձորենու ծաղիկներով, Թամարան եկավ եւ կոշտ ասաց, առանց շրջանառության, ուղիղ նայելով Նունեի աչքերին. «Լսիր, Նունե Հովհաննիսյան, բավական է թթվել, հասկանում եմ, ցավում է, վիրավորված ես, անարդար է, դու ճիշտ ես, դուստրդ ստոր է արել, դա ճիշտ է,
բայց դու առաջինը չես, ում երեխաները դուրս են շպրտել։ Մեր գյուղում ապրում է Վերան, նա 70 տարեկան է։ Որդին 3 տարի առաջ բերել է Ռուսաստանից եւ ասել. «Ապրիր այստեղ, մամ, բնության մեջ քեզ ավելի լավ կլինի»։ Փող չի ուղարկում, չի զանգում, կարծես մայրը մահացած լինի։ Իսկ նա ապրում է, բանջարանոց է փորում, իր թոշակով եւ ամեն օր լաց չի լինում։ Թամարան նստեց Նունեի կողքին մահճակալին, վերցրեց նրա ձեռքը, կոպիտ աշխատանքով հոգնած գյուղացի ձեռք, որից ջերմություն էր գալիս, եւ շարունակեց արդեն ավելի մեղմ. «Դու կարող ես նստել այստեղ եւ փտել վիրավորանքից, սպասելով, որ դուստրդ կզղջա եւ կվերադարձնի քեզ Երևան։ Կարող ես, բայց նա չի վերադարձնի Նունե, որովհետեւ նրան լավ է առանց քեզ, հեշտ է, ազատ է։ Դու այլևս պետք չես նրան։ Սա դաժան է, բայց սա ճշմարտություն է։ Կարող ես ինքդ քեզ ասել. լավ, առանց նրա կապրեմ։ Դու ամբողջ կյանքդ ապրել ես նրա համար, աշխատել ես, խնայել ես, վերջինը տվել ես։ Իսկ ինքդ քեզ ինչ ես թողել։ Ոչինչ։ Ահա հիմա ապրիր քո համար։ Դու 65 տարեկան ես։ Սա վերջը չէ։ Դեռ 20 տարի ունես, գուցե ավելի, եթե Աստված տա։ Կարող ես լաց լինել, բայց հետո վեր կաց եւ արա։ Կյանքը չի ավարտվել, պարզապես հիմա այլ է։ Նունեն նայում էր Թամարային արդյունքների միջով եւ հանկարծ հասկացավ, որ այս կոպիտ գյուղացի կինը ճիշտ է։ Իրոք ամբողջ կյանքը տվել է աղջկան, եւ ինչ է ստացել դրա դիմաց։ Դավաճանություն եւ մենակություն, բայց միթե դա նշանակում է, որ պետք է հանձնվել եւ մեռնել։ Ոչ։ Նա սովորել է գոյատևել, երբ ամուսինը հեռացավ, երբ մնաց մենակ աղջկա հետ եւ առանց կոպեկի։ Նա կարողացավ մեծացնել Անիին, կրթություն տալ, բնակարան գնել։ Իսկ հիմա 65-ում միթե ավելի թույլ է, քան 33-ում էր։ Ինչ անեմ, Թամարա, հարցրեց Նունեն հանգիստ սրբելով արցունքները։ Ես ոչինչ չգիտեմ բացի գրականությունից։ Ես քաղաքացի եմ։ Չգիտեմ, թե ինչպես ապրել այստեղ։ Թամարան ժպտաց եւ ասաց այն պարզությամբ, որ լինում է միայն գյուղացիների մոտ, սովորած լուծել խնդիրները սեփական ձեռքերով։ Կսովորես։ Ձեռքեր կան, գլուխ կա, էլ ինչ է պետք։ Ես քեզ ամեն ինչ կսովորեցնեմ։ Բանջարանոց փորել, կարտոֆիլ տնկել, փայտ կոտրել, հետո կտեսնենք, թե ինչ հետո։ Գուցե ինչ-որ բան էլ հորինենք, փող աշխատելու համար։ Գլխավորն այն է, ձեռքերը ծալած չնստես։ Վերկաց հագիր գինանք բանջարանոցը նայենք։ Մայիսն արդեն տնկելու ժամանակն է, թե չէ ուշ կլինի։ Նունեն գլխով արեց, վերկացավ անկողնուց եւ առաջին անգամ 3 շաբաթվա ընթացքում նրա դեմքին թույլ հույս փայլեց։ Գուցե իսկապես կյանքը չի ավարտվել։ Գուցե կարողանաս սկսել նորից, թեկուզ 65-ում, թեկուզ մենակ, թեկուզ օտար գյուղում, որտեղ ոչ մեկին չի ճանաչում։ Նրանք դուրս եկան բակ։ Մայիսյան արևը խփում էր աչքերին։ Օդը թարմ էր եւ հոտում էր հողով, երիտասարդ խոտով եւ ինչ-որ մեկի խողովակից հեռվից ծխով։ Եվ Նունեն լի կրծքով շնչեց եւ զգաց, թե ինչ-որ բան ներսում շարժվում է, արթնանում է։ Կարծես հոգին, որ վիրավորանքից սառեն էր, սկսում է հալվել։ Թամարան տարավ նրան բանջարանոցը, որը միջև գոտի խոտածածկ էր, լոպուկներով եւ եղինջով, եւ ասաց. «Ահա այստեղից եւ սկսենք։ Նախ մաքրենք ամբողջ այս աղբը, հետո փորենք, հետո տնկենք կարտոֆիլ, գազար, կաղամբ, ճակնդեղ։ Աշնանը բերք կլինի, ձմռանը կբավականացնի, չես կորցնի։ Ես կողքիդ եմ, կօգնեմ, կսովորեցնեմ»։ Նունեն նայում էր բանջարանոցին եւ մտածում, որ երբեք կյանքում այդպիսի ծանր աշխատանք չի արել։ Բայց եթե հիմա չսկսի, ապա այդպես էլ կմնա ամբողջ կյանքը 4 պատերի մեջ, սգալով իր ճակատագիրը եւ անպետքությունը։ Լավ, ասաց նա վճռականորեն, եւ ձայնում առաջին անգամ երկար ժամանակ հնչեց ամրություն։ Սովորեցրեք ինձ։ Թամարա, ես պատրաստ եմ։ Բանջարանոցում աշխատանքը այնքան ծանր եղավ, որ առաջին շաբաթը Նունեն ամեն երեկո լաց էր լինում մեջքի, ձեռքերի, ոտքերի ցավից։ Ամբողջ մարմինը ցավում եւ այրվում էր, կարծես մահակներով ծեծեին, իսկ ափերի վրա ջրային կոշտուկներ էին բարձրացել, որոնք յուրաքանչյուր դիպչելուց պայթում էին, եւ մաշկը կտոր-կտոր էր ընկնում, բացելով կարմիր բորբոքված միսը։ Թամարան սովորեցնում էր փորել հողը, խորանալով մինչև երկաթը, ոտքով սեղմելով, շրջելով շերտը, կոտրելով քարերը,
հանելով մոլախոտերի արմատները։ Եվ դա այնքան անսովոր էր քաղաքային կնոջ համար, որը 42 տարի ձեռքերում պահել էր միայն գրիչ եւ կավիճ, որ Նունեն մտածում էր չի դիմանա, կթողնի ամեն ինչ եւ կվերադառնա Երևան։ Բայց հետո հիշում էր դստեր Սառա դեմքա, նրա խոսքերը. «Դու խանգարում ես իմ կյանքին», եւ սեղմում էր ատամները, սրբում արցունքները եւ շարունակում փորել, որովհետեւ վերադառնալու տեղ եւ ոչ ոք չկար։ Մայիսի վերջին բանջարանոցը փորված էր, 20-100 քառակուսի սև, յուղոտ հող, հոտելով թարմությամբ եւ անձրևով։ Եվ երբ Նունեն նայեց այդ հարթմահճակալներին, որոնք իրենք Թամարայի հետ նշել էին պարանով, առաջին անգամ զգաց ինչ-որ բան նման հպարտությամբ, որովհետև արել էր դա սեփական ձեռքերով, առանց դստեր օգնության, առանց ուրիշի փողի, ինքը, եւ ոչ ոք չէր կարող խլել իրենից այդ փոքրիկ ձեռքբերումը։ Թամարան բերեց կարտոֆիլ տնկելու համար, 2 պարկ կարտոֆիլ, ծիլերով, ցույց տվեց, թե ինչպես մեծեր է կիսել, որպիսի յուրաքանչյուր կեսում աչք լինի, ինչպես տնկել փոսում, 30 սանտիմետր հեռավորությամբ միմյանցից, ինչպես ծածկել հողով եւ ջրել, եթե անձրև չկա։ Եվ Նունեն ծնկի իջնելով փափուկ հողին, սկսեց տնկել, յուրաքանչյուր կարտոֆիլը փոսում դնելով այնպես զգուշորեն, կարծես թանկարժեք քար լիներ, որից կախված էր իր կյանքը։ Հունիսը եկավ ջերմությամբ եւ երկար լուսավոր երեկոներով, երբ արևը մայր էր մտնում միայն 10-ին, երկինքը ներկելով վարդագույն եւ ոսկեգույն, եւ Նունեն աշխատում էր բանջարանոցում արշալույսից մինչեւ մայրամուտ, մոլախոտ անելով, որոնք հողից դուրս էին գալիս համարությամբ, արժանի ավելի լավ կիրառման, կարտոֆիլը հողաթափելով, գազարն ու կաղամը ջրելով դույլերով, որոնք կրում էր հորից, մինչեւ ուսերը չսկսեին այրվել ցավից։ Ձեռքերը կոպտացան, ծածկվեցին կոշտուկներով, որոնք կարծրացան եւ այլևս չէին ցավում։ Դեմքի եւ ձեռքերի մաշկը արևից այրվեց մինչեւ մուկ։ Մոխրագույն մազերը արևից այրվեցին եւ դարձան գրեթե սպիտակ։ Իսկ ինքը Նունեն նիհարեց, բայց ոչ հիվանդագին, այլ ինչ-որ առողջ կերպով։ Մկանները ամրացան եւ նա նկատեց, որ ավելի ուժեղ է դարձել, դիմացքուն, որ կարող է առանց կանգ առնելու 2 դույլ ջուր գրել, որ կարող է ժամ առաջ փորել հողը առանց մեջքը ուղղելու։ Կարտոֆիլի առաջին ծիլերը դուրս եկան հունիսի կեսերին, կանաչ նուրբ ծիլեր, որոնք Նունեն տեսավ վաղ առավոտյան, երբ դուրս եկավ բակ, եւ ուրախությունից գրեթե լաց եղավ, որովհետև սա իր բերքն էր, իր աշխատանքը, իր կյանքը, որ հողից դուրս էր գալիս, չնայած ամեն ինչին, չնայած դստեր դավաճանությանը, չնայած մենակությանը եւ վիրավորանքին։ Նա վազեց Թամարայի մոտ, թաքեց պատուհանը եւ աղջիկա պես գոռաց. «Թամարա դուրս եկավ, կարտոֆիլը դուրս եկավ»։ Թամարան դուրս եկավ պատշգամբ, շպտաց եւ ասաց այն պարզ իմաստությամբ, որ ապրում է գյուղացիների մեջ. «Ահա տեսնում ես Նունե, հողը չի խափում, աշխատանք տուր նրան, կվերադարձնի բերք, ոչ թե մարդիկ, որոնք կարող են դավաճանել եւ մոռանալ, հողը ազնիվ է»։ Հունիսի վերջում գյուղում տոն էր, գյուղի օրը, որը ամեն տարի նշում էին հին ակումբի մոտ գտնվող լճակի վրա, որտեղ դնում էին երկար սեղաններ, ծածկում սփռոցներով, տներից բերում ուտելիք եւ ամբողջ գյուղը հավաքվում էր միասին, ուտելու, երգելու, պարելու։ Նվագում էր պապիկ Վասիլը, 80-ամյա ծերունի, սպիտակ մորուքով եւ ձայնով։ Թամարան կանչեց Նունեին. «Գնաք տանը մի նստիր, ծանոթացիր մարդկանց հետ, մի փոքր շեղվիր, թե չէ մենակությունից կչորանաս»։ Եվ Նունեն համաձայնեց։ Թամարան տոնին բերեց 50 հատ կաղամբով եւ ձվով կարկանդակներ, որոնք երեկոյան թխել էր իր վառարանում, եւ դրանք դրած էին թավայի վրա կույտով, կարմրած, բուրավետ։ Դրանցից գոլորշի էր բարձրանում եւ թարմ խմորի, խմորիչի եւ տապակած սոխի հոտ։ Եվ Նունեն նայում էր դրանց նախանձով, մտածելով, որ երբեք կյանքում չի սովորի այդպես թխել, որովհետև քաղաքացի է, սովոր է խանութից հաց գնել, ոչ թե սեփական ձեռքերով պատրաստել։ «Օգնիր ինձ վաճառել», խնդրեց Թամարան։ «Երկուսով ավելի արագ կհասցնենք, իսկ եկամուտը կիսով չափ կբաժանենք»։ Նունեն զարմացավ. «Թամարա, բայց ես ոչինչ չեմ արել, ինչ փողեր»։ Թամարան ձեռքով ցույց տվեց. «Օգնես նշանակում է կաշխատես։ Մեր գյուղում այդպես է ընդունված. ով աշխատում է, նա էլ ստանում է»։ Կարկանդակները վաճառվեցին 2 ժամում։ Մարդիկ վերցնում էին 5-ով, 10-ով, գովում էին։ Թամարա ինչպես միշտ համեղ. «Քո կարկանդակներից լավը ոչ մի տեղ չես գտնի»։
Եվ երբ վերջին կարկանդակը վաճառվեց, Թամարան հաշվեց փողերը՝ 20,000 դրամ, 400 դրամով մեկ հատը, եւ ձգեց Նունեին կեսը։ Վերցրու 10,000-ը, ազնվորեն աշխատեցիր։ Նունեն նայում էր ձեռքի թղթադրամներին եւ չէր կարողանում հավատալ։ Սրանք իր առաջին վաստակած փողերն էին։ Ոչ ուսուցչության համար, ոչ ռեպետիտորության, այլ պարզապես ձեռքերով աշխատանքի համար։ Եվ դրանից ուրախություն եւ տարօրինակություն էր գալիս, կարծես հանկարծ բացահայտել էր իր մեջ ինչ-որ նոր բան, որի մասին 65 տարի չէր կասկածել։ Երեկոյան, երբ նստած էին Թամարայի պատշգամբում, թեյ խմելով սև հաղարջի մուրաբայով, Նունեն հարցրեց. «Թամարա, կսովորեցնեք ինձ կարկանդակներ թխել։ Գուցե ես էլ կարողանամ պատվերով փող աշխատել, որովհետև միայն թոշակով չես ապրի»։ Թամարան ուշագիր նայեց նրան, աչքերը կկոցելով, եւ գլխով արեց. «Կսովորեցնեմ, ինչ դժվար բան չկա, խմոր հունցել, միջուկ պատրաստել, վառարանում դնել, գլխավորն է սիրով անել, ապա համեղ կստացվի։ Վաղը եւ սկսենք, եթե որոշել ես»։ Հաջորդ առավոտյան Նունեն եկավ Թամարայի մոտ մթության մեջ, երբ աքաղաղները նոր էին սկսում կաքավել, արշալույսը հայտարարելով, եւ տեսավ տանտիրուհուն արդեն աշխատանքի մեջ։ Թամարան մեծ փայտե ամանի մեջ խմոր էր հունցում, խառնելով ալյուրը, ջուրը, խմորիչը, աղը եւ շաքարը։ Եվ նրա ուժեղ ձեռքերը այդպես հեշտությամբ էին հունցում արաձգական զանգվածը, կարծես ոչ թե խիտ խմոր լիներ, այլ փափուկ կավ։ «Նայիր», ասում էր Թամարան, ցույց տալով յուրաքանչյուր շարժում։ «Խմորիչը լուծում ես տաք ջրում, ոչ տաք, որ չսպանես, շաքար ես ավելացնում, մի քիչ, սպասում մինչև փրկրի։ Հետո ալյուրը աստիճանաբար ես լցնում, խառնում, աղ ես ավելացնում, բուսական յուղ ես լցնում եւ հունցում, մինչև խմորը դառնա ականջի բլթակի պես արաձգական, չկպչի ձեռքերին։ Հետո ծածկում է սրբիչով, դնում տաք տեղ, բարձրանա»։ Նունեն փորձում էր կրկնել։ Ձեռքերը չէին հնազանդվում, խմորը կպչում էր մատներին, ստացվում էր կամ շատ հեղուկ, կամ շատ խիտ։ Եվ նա գրեթե լաց եղավ անզորությունից։ Բայց Թամարան հանգստացնում էր։ Ոչինչ, առաջին անգամ ոչ ոքի մոտ չի ստացվում։ Խմորը կենդանի է, այն զգում է, երբ սիրով են անում եւ երբ զայրույթով։ Մի զայրանա նրա վրա, այլ շոյիր, ինչպես երեխայի։ Մինչ խմորը բարձրանում էր, նրանք պատրաստում էին միջուկը։ Կաղամբը տապակում էին սոխով եւ գազարով թավայի մեջ, աղում, պղպեղում, մի քիչ շաքար ավելացնում քաղցրության համար։ Եվ հոտը այնպիսին էր, որ Նունեի բերանը ջուր էր հոսում, թեև նա ընդամենը 1 ժամ առաջ էր նախաչաշել։ Երբ խմորը բարձրացավ, կրկնակի մեծանալով եւ դառնալով փափուկ ու օդային, Թամարան ցույց տվեց, թե ինչպես կարկանդակներ ձևավորել։ Խմորի կտոր պոկել բրունցքի չափ, միջուկը դնել մեջտեղը, եզրերը սեղմել, երկարավուն կարկանդակ ձևավորելով, եւ դնել շվով դեպի ներքև, յուղով քսած թավայի վրա։ Նունեն անջարտար էր անում, կարկանդակները ստացվում էին կոր, տարբեր չափերի, միջուկը դուրս էր գալիս։ Բայց Թամարան չէր հանդիմանում։ Նորմալ է, առաջին անգամի համար լավ է։ Գլխավորն է համեղ լինեն, իսկ գեղեցկությունը փորձով կգա։ Վառարանը նախորոք վառել էին, եւ երբ ջերմությունը այնպիսին դարձավ, որ ձեռքը չէր կարելի պահել բերանին, Թամարան երկար երկաթե կեռով թավան դրեց ներս, որով շարժում են կաթսաներն ու թավաները, եւ փակեց։ Հիմա սպասենք 40 րոպե, մինչև կարմրի։ Երբ Թամարան հանեց թավան, Նունեն ախ արեց։ Արկանդակները ոսկեգույն էին, կարմրած։ Դրանցից գոլորշի էր բարձրանում եւ այնպիսի բույր, որ գլուխը պտտվում էր։ Եվ նա չդիմացավ, վերցրեց մեկը, տաք, մատները այրող, գցեց։ Եվ համը այնպիսին էր, որ նա աչքերը փակեց հաճույքից։ Խմորը փափուկ, օդային, միջուկը հյութալի, սոխի եւ գազարի թեթև քաղցրությամբ։ Եվ դա 1000 անգամ ավելի համեղ էր, քան Երևանում գնաց ցանկացած խանութային թխվածք։ Աստված իմ, Թամարա, սա ինչ կախարդանք է, բացականչեց Նունեն, ինչպես ես անում։ Թամարան ժպտաց. Ոչ մի կախարդանք, պարզապես սիրով եմ անում, ահա եւ ամեն ինչ։ Եվ դու էլ կսովորես, եթե ուզենաս։ Հաջորդ 2 շաբաթները Նունեն ամեն առավոտ գալիս էր Թամարայի մոտ եւ սովորում թխել։ Սկզբում միասին, հետո Թամարան թողնում էր նրան մենակ անել միայն երբեմն ուղղելով եւ հուշելով։
Եվ աստիճանաբար Նունեի ձեռքերը սովորեցին խմորին, սովորեցին զգալ այն, հասկանալ, թե երբ ալյուր ավելացնել, երբ ջուր, ինչպես եզրերը սեղմել, որպեսի միջուկը չհոսի, ինչպես դնել վառարանում, որպեսի հավասար թխվեն։ Նա թխում էր կաղամբով, կարտոֆիլով և սնկով, խնձորով և դարչինով, թամարայի այգուց բալով, կաթնաշորով և չամիչով, և ամեն անգամ ավելի ու ավելի լավ էր ստացվում, և հարևանները, որոնց Թամարանը հյուրասիրում էր, գովում էին. «Նունե, տեսնում ես որքան արագ ես սովորել, ոսկե ձեռքեր ունես»։ Հուլիսի կեսերին եկավ առաջին պատվերը։ Հարևանուհի Աննան պատվիրեց 30 խնձորով կարկանդակներ մոր 79-ամյակի համար և խնդրեց, որ Նունեն թխի Թամարայի հետ, որովհետև մենակ Թամարային ծանր էր։ Նրանք թխում էին ամբողջ օրը, առավոտյան 6-ից մինչև երեկո, և Նունեն առաջին անգամ զգաց, թե ինչ է նշանակում աշխատել ոչ իր համար, այլ պատվերով, երբ մարդիկ փող են վճարում և որակ են սպասում։ Եվ այնքան էր անհանգստանում, որ ձեռքերը դողում էին, բայց կարկանդակները գերազանց ստացվեցին։ Եվ երբ բերեցին դրանք տոնակատարությանը, տարեդարձողը ուրախությունից լաց եղավ. «Աստված իմ, աղջիկներ, ինչ գեղեցկություն, ինչպես մանկությանս ժամանակ տատիկիս մոտ, շնորհակալ եմ ձեզ»։ Աննան տվեց նրանց գումարը, ավելի շատ, քան շաբաթվա թոշակը, և դրանից հոգին այնպես լուսավորվեց, կարծես արևը ներսում բարձրացավ։ Պատվերները սկսեցին կանոնավոր գալ։ Նունեն Թամարայի հետ աշխատում էին երկուսով, եկամուտը կիսելով։ Հուլիսին Նունեն աշխատեց 28,000 դրամ, իսկ օգոստոսին 60,000, որովհետև պատվերները շատ էին։ Մարդիկ համտեսեցին նրանց կարկանդակները և փոխանցում էին միմյանց, և նրանց փառքը հասավ նույնիսկ հարևան գյուղեր։ Նունեն փողերը կուտակում էր հին թիթեղյա տուփի մեջ, թխված քաբելիթի տակից, որը թաքցնում էր պահարանում հատակի տակ, և ամեն անգամ հաշվելիս չէր կարողանում հավատալ, որ սա ինքն է Նունե Հովհաննիսյանը, նախկին ռուսաց լեզվի ուսուցչուհին, աշխատում է ձեռքերով, թխում կարկանդակներ և ապրում առանց դստեր օգնության, որը ի դեպ խոստացված 20,000 դրամը ոչ մի անգամ չփոխանցեց։ Անին հազվադեպ էր զանգում, 2-3 շաբաթը մեկ, և միշտ կարճ, շտապող, կարծես մոր հետ խոսակցությունը նրա համար ծանր պարտականություն լիներ, որից չես կարող խուսափել։ «Մամ, ինչպե՞ս ես, ամեն ինչ նորմալ է, լավ, պետք է վազեմ, կզանգենք»։ Նունեն փորձում էր պատմել, թե ինչպես է սովորել կարկանդակներ թխել, ինչպես է փող աշխատում, ինչպես է բանջարանոցը աճում։ Բայց Անին կիսով չափ էր լսում և ցրված պատասխանում. «Այո, մամ, լավ է, ուրախ եմ քեզ համար»։ Եվ Նունեն լսում էր նրա ձայնում անտարբերությունը, սառը և անհաղթահարելի, և հասկանում, որ դուստրը հետաքրքրված չէ իր կյանքով, չի ուրախանում իր հաջողություններով, որ Անիի համար ինքը մնացել է ծանրաբեռնվածություն, որից ազատվել են և ուզում են մոռանալ ընդմիշտ։ Մի անգամ օգոստոսի վերջին, երբ Նունեն բանջարանոցում հավաքում էր առաջին բերքը՝ երիտասարդ կարտոֆիլ, հյութալի և քաղցր գազար, խիտ կաղամբ, գնդակի պես, նա հանկարծ կանգ առավ, ծնկի իջավ ուղիղ հողի վրա և լաց եղավ։ Բայց սրանք ոչ թե վշտի արդյունքներ էին, այլ թեթևացման և շնորհակալության արդյունքներ, որովհետև հասկացավ, որ գոյատևել է, որ հաղթահարել է, որ դուստրը դուրս է շպրտել իրեն, իսկ ինքը չի կոտրվել, չի մեռել, այլ վեր է կացել և սկսել ապրել նորից։ Եվ թող այս կյանքը բոլորովին այլ է, քան նա պատկերացրել էր իր ծերությունը, բայց այն կա, այն իրական է, իր սեփականը, և ոչ ոք չի կարող խլել այն։ Սեպտեմբերի սկզբին, երբ գյուղը պատրաստվում էր աշնանը, առավոտյան դաշտերի վրա արդեն մշուշ էր տարածվում, և խոտը փայլում էր ցողից։ Մարգահովիտ գյուղ եկավ աղջիկ, Կարինեն, Նունեի թորնուհին, Անիի դուստրը առաջին ամուսնությունից, 15-ամյա մռայլ դպրոցական, ականջակալներով ականջներում և հեռախոսով ձեռքին, որը դուրս եկավ տաքսիից, շուրջը նայեց խոր հիասթափության արտահայտությամբ և մրմնջաց. «Ահա, մայրս ինձ քշեց անտառի մեջ, որտեղ նույնիսկ նորմալ ինտերնետ չկա»։ Նունեն չէր սպասում նրա գալուն։ Անին զանգել էր միայն 3 երեկոյան և կարճ ասել. «Մամ, Կարինեին քեզ եմ ուղարկում 2 շաբաթով, տանը չի նստում, անպատշաճ է խոսում, գիշերները թափառում է, թող գյուղում քեզ մոտ ապրի, գուցե խելքի գա»։ Եվ Նունեն թեև ուրախացավ թորնուհին տեսնելու հնարավորությունից, որին վերջին անգամ տեսել էր 3 տարի առաջ, զգաց դառնություն, որ դուստրը կրկին օգտագործում է իրեն որպես հարմար տեղ անցանկալի հարազատներին պահելու համար։ Կարինան կանգնած էր դարպասի մոտ, ուսապարկը ուսերին, նայում էր թեքված խրճիթին, խոտածած կբակին։
տատիկին, գունաթափ ծաղկավոր զգեստով եւ թաշկինակով, արևայրուկ եւ ծերացած, եւ չէր ճանաչում նրա մեջ այն էլեգանտ քաղաքային կնոջը, որը նախկինում ապրում էր Երևանյան բնակարանում եւ միշտ հոտում էր օծանելիքով եւ թարմ սպիտակեղենով։ «Բարև տատիկ», ասաց Կարինեն առանց ոգևորության, մեկ ականջակալը հանելով։ «Մայրս ասաց, ես քեզ մոտ 2 շաբաթ կմնամ, հուսով եմ այստեղ գոնե Wi-Fi կա»։ Նունեն գրկեց թորնուհուն, սեղմեց իրեն եւ զգաց, թե ինչպես է աղջիկը լարվում եւ կանգնած է անշարժ, առանց պատասխան գրկելու։ Եվ դրանից հոգին ցաված, որովհետև Կարինան նույնպես սառը եւ փակ էր, ինչպես իր մայրը։ Wi-Fi չկա, Կարինա, պատասխանեց Նունեն հանգիստ ազատելով թորնուհուն։ Բայց հեռախոսում ինտերնետ կա, եթե բռնի։ Մտիր տուն, քեզ համար սենյակ եմ պատրաստել, թարմ սպիտակեղեն եմ փրել։ Կարինան աչքերը շրջեց, նորից դրեց ականջակալը եւ գնաց տուն, հետևից քաշ տալով ուսապարկը։ Եվ Նունեն հետևեց նրան, զգալով, որ այս 2 շաբաթները հեշտ չեն լինի, որովհետև աղջիկը ակնհայտորեն չէր ուզում այստեղ լինել, եւ գյուղը համարում էր պատիժ, ոչ թե հանգիստ։ Կարինան զննեց սենյակը, փոքրիկ, 1 պատուհանով, հին մահճակալով եւ կոմոդով։ Դեմքը խոժողեց եւ գցեց ուսապարկը հատակին։ Դե լավ, ինչ որ կերպ կդիմանամ։ Գլխավորն այն է, որ մայրս ինձնից հեռացավ։ Առաջին օրերին Կարինան նստում էր սենյակում հեռախոսին կպած, թերթում էր սոցցանցերը, գրագրություն էր վարում ընկերուհիների հետ, բողոքում էր, որ մայրը իրեն ուղարկել է գյուղ, որտեղ քաղաքակրթություն չկա, եւ հրաժարվում էր օգնել տատիկին տնային գործերով։ Երբ Նունեն խնդրում էր ջուր բերել հորից կամ օգնել բանջարանոցում, Կարինան գրգռված պատասխանում էր. «Տատիկ, ես դրա համար չեմ եկել, իմ գործերը շատ են»։ Նունեն չէր պնդում, հիշելով, թե ինչպես է ինքը տարապել, երբ դուստրը սառը էր վերաբերվում իրեն, եւ չէր ուզում ճնշել թորնուհուն, մտածելով, որ աղջիկը ժամանակի ընթացքում կհանգստանա եւ ինքը կուզենա շփվել։ Բայց օրերը անցնում էին, իսկ Կարինան մնում էր փակ եւ անտարբեր։ Եվ Նունեն զգում էր, որ կորցնում է կապը մնացած միակ մոտ մարդու հետ, բացի դստելից։ Մի առավոտ, երբ Նունեն թխում էր կարկանդակներ մեծ պատվերի համար, 50 հատ հարևան գյուղում հարսանիքի համար, Կարինան դուրս եկավ սենյակից, գրավված թարմ թխվածքի հոտով, եւ կանգ առավ խոհանոցի շեմին, դիտելով, թե ինչպես է տատիկը հմտորեն կարկանդակներ ձևավորում, եզրերը սեղմում, դնում թավայի վրա, ձվով քսում, որպիսի կարմրեն։ «Դու ինչ ես անում, տատիկ, կարկանդակներ ես թխում վաճառքի», հարցրեց նա զարմանքով։ «Ինչ որ բիզնես ունես»։ Նունեն ժուկտաց, սրբելով ձեռքերը գոգնոցին։ «Այո, աղջիկս, այդպես եմ աշխատում, պատվերներ եմ ընդունում, թխում, մարդիկ գնում են, ամռանը արդեն 80,000 եմ աշխատել։ Ես մտածում էի այստեղ ձանձրույթից ես մեռնում, իսկ դու պարզվում է ձեռնարկատեր ես»։ Կարինան մոտեցավ, վերցրեց հեռախոսը եւ «Կարող ենք նույնիսկ առաքում կազմակերպել։ Ես հասկանում եմ, ես 3000 հետևորդ ունեմ, գիտեմ, թե ինչպես կոնտենտ պատրաստել»։ Նունեն լսում էր եւ չէր հասկանում խոսքերի կեսը, ինչ է Instagram-ը, կոնտենտը, հետևորդները, բայց տեսնում էր, որ թորնուհին առաջին անգամ շաբաթվա ընթացքում ողջացել է, հետաքրքրվել է ինչ-որ բանով եւ անվստահ համաձայնեց։ «Կարինա, եթե դու մտածում ես, որ դա կօգնի, եկ փորձենք, միայն ես ոչինչ չեմ հասկանում սրանից, դու ինքդ արա ինչպես գիտես»։ Կարինան ուրախացավ, ինչպես երեխան, որին թույլ են տվել խաղալ նոր խաղալիքով, եւ սկսեց գործի։ Ստեղծեց Instagram-ի էջ անվանումով տատիկի կարկանդակներ, Մարգահովիտ գյուղ, գրեց նկարագրություն, տնական թխվածք վարարանից, բնական արտադրանք, մանկության բաղադրատոմսեր, պատվերներ ընդունվում են, եւ սկսեց կոնտենտ նկարահանել։ Լուսանկարում էր կարկանդակները փայտե տախտակի վրա, գեղեցիկ դասավորելով, կողքին դնելով դաշտի ծաղիկներ, երիցուկներ եւ եգիպտացորեն, որոնք հավաքել էր։ Նկարահանում էր տատիկին աշխատանքի ժամանակ, ինչպես է հունցում խմորը, ինչպես է ձևավորում կարկանդակները, ինչպես շփտում է տեսախցիկին, ամաչկոտ եւ ջերմ։ Նկարահանում էր վարարանը, բակը, բանջարանոցը, հին խրճիթը եւ ամեն ինչ մոնտաժում էր հեռախոսում, ավելացնելով երաժշտություն, ժողովրդական երգեր ժամանակակից մշակմամբ։ Եվ դնում էր, եւ գրառումները սկսեցին հավաքել դիտումներ։ Առաջին գրառումը մեկ օրում հավաքեց 1000 դիտում, երկրորդը 2000, իսկ տեսանյութը, որտեղ Նունեն պատմում էր կաղամբով կարկանդակների բաղադրատոմսը, բացակրելով, թե ինչպես պատրաստել միջուկը կամ հունցել խմորը, 3 օրում հավաքեց 5000 դիտում եւ 150 մեկնաբանություն, որտեղ մարդիկ գրում էին. «Աստված իմ որքան հուզիչ է, ուզում եմ այդպիսի տատիկի մոտ հյուր գնել, որտեղից պատվիրել, ես պատրաստ եմ գալ Գյումրից»։ Առաջին պատվերը քաղաքից եկավ 1 շաբաթ հետո։ Կինը Իրինա անունով գրեց դիրեկտում. «Բարի օր, կարող եմ պատվիրել 20 կարկանդակ մսով, ինքս կգամ կվերցնեմ, ապրում եմ Վանաձորում, որքան արժե»։
Նունեն չէր կարողանում հավատալ, որ մեկը պատրաստ է 30 կիլոմետր գալ իր կարկանդակների համար, եւ հարցրեց Կարինային. «Աղջիկս, սա ճիշտ է, թե մեկը կատակում է»։ Կարինան ծիծաղեց. Տատիկ, սա ճիշտ է, մարդիկ պատրաստ են վճարել որակի և հոգու համար, պատասխանիր, որքան ես վերցնում մեկ կարկանդակի համար։ Նունեն մտածեց և ասաց, դե գյուղում ես վերցնում եմ 400 դրամ։ Այդպես էլ գրիր։ Կարինան գրեց, համաձայնեցինք շաբաթ օրը, և շաբաթ օրը եկավ Իրինան, երիտասարդ կին, մոտ 30 տարեկան, ջինսերով և սվիտերով, որը տեղում փորձեց կարկանդակը, կծեց և աչքերը փակեց հաճույքից։ Աստված իմ, սա անհավանական համեղ է, ինչպես մանկությանս ժամանակ իմ տատիկի մոտ։ Անպայմանելի կպատվիրեմ և բոլոր ընկերուհիներիս կպատմեմ։ Նա վերցրեց 20 կարկանդակը, վճարեց 8000 դրամ։ Եվ Նունեն ձեռքերում պահում էր թղթադրամները և չէր կարողանում հավատալ, որ այս փողերը վաստակել է շնորհիվ թոռնուհու, որը դեռ մեկ շաբաթ առաջ նստած էր մռայլ սենյակում և ոչ մեկի հետ չէր ուզում շփվել, իսկ հիմա աշխատում էր իր հետ, նկարահանում, մոնտաժում, պատասխանում հաղորդագրություններին, և նրանց միջև առաջին անգամ հայտնվեց կապ, տաք և իրական։ Կարինան դրեց Իրինայի արձագանքը, նրա թույլով, ավելացրեց երջանիկ հաճախորդի լուսանկարը կարկանդակներով, և հետևորդները դարձան 5000, իսկ պատվերները թափվեցին մեկը մյուսի հետևից, Վանաձորից, Դիլիջանից, հարևան քաղաքներից, և Նունեն Թամարայի հետ հազիվ էին հասցնում թխել, աշխատելով առավոտից մինչև երեկո, իսկ Կարինան օգնում էր, հունցում էր խմորը, ձևավորում կարկանդակները, սովորում էր տատիկից։ Եվ Նունեն տեսնում էր, թե ինչպես է աղջիկը փոխվում, դառնում ավելի փափուկ, բարի, բացվում է և մտածում էր, որ գուցե գյուղը և աշխատանքը բուժում են ոչ միայն մեծահասակներին, այլ և երեխաներին, որոնք կորել են քաղաքային եռուզեղի մեջ։ Սեպտեմբերին Նունեն աշխատեց 160 000 դրամ, ավելի շատ, քան 2 ամսվա թոշակը միասին վերցրած, և սրանք իր փողերն էի, վաստակած սեփական ձեռքերով, իր աշխատանքով, և նա զգաց հպարտություն և արժանապատվություն, որոնք երբեք չէր զգացել, նույնիսկ երբ աշխատում էր ուսուցչուհի, որովհետև այն ժամանակ աշխատում էր ոչ իր համար, այլ դստեր համար, նրա ապագայի համար, իսկ հիմա աշխատում էր իր համար, և դա բոլորովին այլ զգացողություն էր, ազատ և ուժեղ։ Երբ եկավ Կարինայի մեկնելու ժամանակը, աղջիկը ամուր գրկեց տատիկին, իսկապես, և ասաց. «Արցունքներով աչքերին, տատիկ, դու սուպեր ես, ես քեզնով հպարտ եմ։ Ներիր, որ սկզբում այդպիսին էի, պարզապես չէի հասկանում, թե դու այստեղ ինչ ես անում, իսկ դու, պարզվում է, հերոս ես»։ Նունեն շոյում էր թոռնուհու գլուխը և նույնպես լաց էր լինում, բայց սրանք երջանկության արցունքներ էին, որովհետև նա առնվազն մեկ մարդ էր վերադարձրել իր ընտանիքից, թեկուզ ոչ դուստրը, այլ թոռնուհին, բայց դա արդեն շատ էր։ Կարինան խոստացավ շարունակել վարել էջը Երևանից, գրառումներ դնել, պատասխանել հաղորդագրություններին և պահեց խոստումը։ Հետևորդները ավելանում էին։ Հոկտեմբերի վերջին արդեն 15000 էին, իսկ տարվա վերջին 50000, և Նունեն կայուն աշխատում էր ամսական 162 000 դրամ։ Եվ սրանք այնպիսի գումարներ էին, որոնց մասին նա չէր երազում նույնիսկ իր ուսուցչական կարիերայի լավագույն տարիներին։ Վաստակած փողերով նա վերանորոգեց տունը, փոխեց տանիքը նորով, մետաղյա, դրեց պլաստիկ պատուհաններ, սպիտակեցրեց պատերը, գնեց նոր կահույք, շտեմարանում կազմակերպեց իսկական մինի հացաբոլկեղենի արտադրամաս, 2 մեծ վառարաններով, փայտե սեղաններով աշխատանքի համար և դարակներով ալյուրի ու արտադրանքի պահպանման համար։ Եվ վարձեց 2 օգնականուհի գյուղից, Վերային, որը նույնպես մենակ էր ապրում և փողի կարիք ուներ, և Սիրուշին խանութից, որը աշխատում էր Նունեի մոտ հանգստյան օրերին։ Հաջորդ տարվա գարնանը, 1 տարի անց այն բանից հետո, ինչ Նունեն տեղափոխվել էր գյուղ, տեղական թերթի լրագրողները եկան հոդված գրելու կենսաթոշակառու կնոջ մասին, որը զրոյից ստեղծել էր բիզնես գյուղում, և հիմա կարկանդակներով գերագրում է ամբողջ մարզը։ Եվ Նունեն հարցազրույց էր տալիս, նստած իր տան պատշգամբում, որը հիմա բոլորովին այլ տեսք ուներ, քան 1 տարի առաջ։ Ամուր, խնամված, նոր տանիքով և ներկված փեղկերով, առջևը այգիով, որտեղ աճում էին կարտոֆիլն ու կաղամբը։ «Ես բիզնես չեմ ստեղծել», ասում էր Նունեն երիտասարդ լրագրողուհին, որը բլոկնոտով և գրիչով էր։ «Ես պարզապես մարդկանց համար սիրով էի թխում։ Ուզում էի պետք լինել, օգտակար լինել։ Ուզում էի ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ, որ ես անպետք ծերուհի չեմ,
որին դուրս են շպրտել ինչպես անպետք իր։ Եվ պարզվեց, որ կարող եմ, որ իմ ձեռքերը ոչ միայն կավիճ պահել գիտեն, այլև խմոր հունցել և կյանքը նորից կառուցել։ Հոդվածը դուրս եկավ վերնագրով։ Կենսաթոշակառու ուսուցչուհին զրոյից ստեղծել է բիզնես մարկահովիտ գյուղում, և այն վերահրատարակվեց մարզային թերթերում, և Նունեի մասին իմացան էլ ավելի շատ մարդիկ։ Եվ պատվերները այնքան շատացան, որ ստիպված եղավ վարձել ևս մեկ օգնականուհի և մտցնել կանոններ։ Պատվերները ընդունվում են 1 շաբաթ առաջ, ոչ պակաս։ Նունեն արտաքինից քոխվել էր, նիհարել, դեմքը արևայրուք և կնճռոտ, բայց աչքերը փայլում են երջանկությամբ, ձեռքերը ուժեղ և աշխատանքով հոգնած։ Իսկ հետո հաջորդ տարվա ապրիլի վերջին, ճիշտ 2 տարի անց այն բանից հետո, ինչ Անին մորը դուրս շպրտեց տնից, հեռախոսը զանգեց, և Նունեն տեսավ էկրանին դստերանունը, և սիրտը խփեց, ինչպես միշտ էր խփում, երբ Անին էր զանգում, որովհետև մայրական սիրտը չգիտե ինչ է նշանակում չսիրել, նույնիսկ երբ դավաճանել և դուրս են շպրտել։ Նա հանգիստ պատասխանեց. «Ալո, Անի», և խողովակում լսեց լացի ձայն, բարձր, հուսահատ, և դստեր ձայնը արդյունքներից խեղաթյուրված։ «Մամ, ներիր, ինձ օգնություն է պետք, չգիտեմ ում դիմեմ»։ Նունեն նստեց պատուհանի մոտ նստարանին, սեղմելով հեռախոսը ձեռքին, և լուր լսում էր, թե ինչպես է դուստրը արցունքների միջով պատմում, որ գոռը լքել է իրեն, որ կորցրել է աշխատանքը, որ չի կարողանում վճարել վարկերը, որ բնակարանը սպառնալիքի տակ է, կալանքի, որ փոխառել է բոլորից, ում կարողացել է, բայց ոչ ոք այլևս չի տալիս, որ ինքը մենակ է, բոլորովին մենակ, և ոչ ոք չկա օգնելու։ «Մամ, օգնիր ինձ, խնդրում եմ», խնդրում էր Անին խղճալի ձայնով, որը Նունեն երբեք չէր լսել դստեր 35 տարվա կյանքում։ «Ինձ ոչինչ չունեմ բնակարանի համար վճարելու։ Պարտքեր ունեմ, բանկերը սպառնում են։ Չդիտեմ ինչ անել։ Դու իմ մայրն ես, չես կարող ինձ լքել»։ Նունեն լռում էր, լսում էր, և ներսում պայքարում էին 2 ուժեր՝ մայրական սերը, որը ուզում էր օգնել, փրկել, գրկել և ներել, և վիրավորանքը, դառը և խոր, որը գոռում էր. «Նա քեզ դուրս շպրտեց, նա ասաց, որ դու խանգարում ես։ 2 տարի չզանգեց, չօգնեց, չհետաքրքրվեց, ինչու պետք է օգնես նրան»։ Բայց մայրական սերը միշտ ավելի ուժեղ է վիրավորանքից, և Նունեն հանգիստ ասաց. «Արի, Անի, կօգնեմ»։ Նա դրեց խողովակը, նստած լուռ նայում էր պատուհանից դուրս ծաղկած խնձորենիներին, կանաչ բանջարանոցին, իր տանը, որը հիմա իսկապես իր տունն էր, և մտածում էր, որ կյանքը շրջան է կատարում։ Դուստրը դուրս շպրտեց իրեն, իսկ հիմա ինքը եկավ խնդրելու օգնություն։ Եվ այս արդարությունը դաժան է, բայց անհրաժեշտ։ Թամարանը, որը եկել էր ալյուրի համար, տեսավ Նունեին, տխուր, և հարցրեց. «Ինչ է պատահել, Նունե»։ Նունեն պատմեց, և Թամարան բորբոքվեց զայրույթից։ «Դու ինչ ես անում, պատրաստվում ես օգնել նրան։ Նա քեզ շան պես դուրս շպրտեց, իսկ դու կրկին կծառայես նրան»։ Նունեն գլուխը թափահարեց. «Չեմ ծառայի, բայց կօգնեմ, որովհետև ես մայր եմ։ Չեմ կարող լքել նրան նույնիսկ այս ամենից հետո։ Բայց սա օգնություն չի լինի ծառայողից տիրոջը, այլ ուժեղի թույլին։ Ես կցուցադրեմ նրան, որ գոյատևել եմ, որ ավելի ուժեղ եմ, քան նա մտածում էր, որ նա ինձ չի կոտրել»։ Նունեն հատակի տակից տուփից հանեց 400,000 դրամ, 1 տարվա ընթացքում կուտակած, հետաձգված բաղնիքի վերանորոգման և կով գնելու համար, դրեց ծրարի մեջ և հաջորդ օրը նստեց ավտոբուսը դեպի Երևան, պայուսակում ծրարը փողերով և կարկանդակների տուփը, որոնք թխել էր դստեր համար, որովհետև նույնիսկ դավաճանությունից հետո չէր կարող գնալ երեխայի մոտ դատարկ ձեռքերով։ Ավտոբուսը Երևան էր գնում 3 ժամ, և Նունեն նստած էր պատուհանի մոտ, նայելով ճանապարհին, որը ձգվում էր դաշտերի և անտառների կողքով, փոքր գյուղերի կողքով թեքված խրճիթներով և մեծ քաղաքների կողքով բազմաբնակարան շենքերով, և մտածում էր, թե ինչպես է 2 տարում անցել այս ճանապարհը ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, քաղաքից գյուղ, թուլությունից ուժ, կախվածությունից ազատություն։ Պայուսակում պառկած էր 400,000 դրամով ծրարը, և ձեռքը ակամա սեղմում էր պայուսակը կողքին, կարծես վախենում էր կորցնել այս փողերը, որոնք վաստակել էր իր աշխատանքով, իր ձեռքերով, իր քրտինքով և արցունքներով,
եւ որոնք հիմա կտա դստերը, որը 2 տարի առաջ դուրս էր շիպրտել իրեն։ Եվ դա տարօրինակ զգացողություն էր, սիրո եւ վիրավորանքի, ներման եւ արդարության խառնուրդ։ Երբ ավտոբուսը մոտեցավ Երևանի կայարանին, Եվ Նունեն դուրս եկավ փողոց, նրան խլացրեց քաղաքի աղմուկը։ Մեքենաները գոռում էին, մարդիկ շտապում էին, հրում էին, գոռում էին հեռախոսներով։ Եվ ամեն ինչ նրան թվաց օտար եւ թշնամական, հանգիստ գյուղից հետո, որտեղ առավոտյան լսվում են աքաղաղների կաքավը, իսկ երեկոյան կեչիների աղմուկը պատուհանից դուրս։ Նա նստեց մետրոն, հասավ ծանոթ կայարան եւ գնաց փողոցներով, որոնք հիշում էր անգիր, բայց որոնք հիմա թվում էին այլ, կարծես ոչ թե ինքը փոխվել էր, այլ քաղաքը։ Թեև իրականում քաղաքը մնացել էր նույնը, իսկ փոխվել էր ինքը, արևայրուկ, աշխատանքով հոգնած ձեռքերով, պարզ զգեստով եւ թաշկինակով։ Նա տեսք ուներ ոչ թե քաղաքացի, այլ գյուղացի կնոջ, որը եկել էր հյուր։ Նա զանգեց բնակարանի դրանը, այն 3 սենյականոց բնակարանը, որը գնել էր դստեր համար իր 1 սենյականոցի վաճառքի փողերով, եւ լսեց քայլեր։ Եվ դուռը բացվեց, եւ շեմին կանգնած էր Անին, բայց բոլորովին այլ Անի, որը Նունեն հիշում էր 2 տարի առաջ, նիհարած, գունատ, աչքերի տակ շրջանակներով, հին տնային խալաթով, խառնված մազերով, եւ նա նայում էր մորը եւ չէր կարողանում խոսք ասել, որովհետեւ ամոթը խեղդում էր նրան այնպես, որ օդը չէր բավականացնում։ «Մամ», շշնջաց Անին վերջապես, եւ ձայնը դողում էր։ «Դու եկել ես»։ Նունեն գլխով արեց, մտավ բնակարան, դրեց պայուսակը հատակին, հանեց կարկանդակների տուփը։ «Թխեցի քեզ համար, սիրում ես բալով»։ Անին նայում էր տուփին, մորը, որը կանգնած էր առջևում այդպես փոխված, ուժեղ, հանգիստ, արժանապատվությամբ աչքերում, եւ հանկարծ չդիմացավ, ընկավ ծնկի ուղիղ միջանցքի մեջտեղում եւ պորտքեց լացի, բռնելով մոր ձեռքերը, համբուրելով դրանք եւ կրկնելով արցունքների միջով։ «Մամ, ներիր ինձ, ներիր, ես հրեշ եմ։ Քեզ շան պես դուրս շպրտեցի։ Մտածում էի միայն ինքս։ Իմ կյանքի գորի մասին, իսկ դու ինձ տվեցիր ամեն ինչ, ամբողջ կյանքդ, ամբողջ փողերը, վերջին բնակարանը, եւ ես քեզ դավաճանությամբ վճարեցի, ինչպես կարող ես ներել ինձ»։ Նա այնպես հուսահատ էր լաց լինում, որ ուսերը դողում էին, եւ Նունեն շոյում էր նրա գլուխը, ինչպես շոյում էր երբեմն փոքրիկ Անիին, երբ նա լաց էր լինում վիրավորանքից կամ ցավից, եւ արդյունքները հոսում էին իր սեփական այտերով, որովհետեւ դստերը այդպիսի վիճակում տեսնելը ցավում էր։ Չնայած ամբողջ վիրավորանքին եւ անարդարությանը։ «Վեր կաց Անի», ասաց Նունեն հանգիստ, օգնելով դստերը վեր կենալ։ «Պետք չէ ծնկի իջնել։ Գնանք նստենք, խոսենք»։ Նրանք անցան խոհանոց, նստեցին սեղանի շուրջը եւ Նունեն սովորության համաձայն թեյ եփեց, ուսուցչուհու սովորությամբ, ով միշտ համարում էր, որ կարևոր խոսակցությունները պետք է վարել թեյի շուրջ։ Եվ նրանք լուռ նստած էին, նայելով միմյանց։ Եվ Անին մոր մեջ տեսնում էր այլ մարդու, ոչ թե այն ճնշված, նվաստացված կնոջը, որը 2 տարի առաջ ճամպրուկով մեկնել էր օտար գյուղ, այլ ուժեղ, վստահ, արժանապատիվ։ Եվ դրանից ամոթը դառնում էր էլ ավելի անտանելի։ «Մամ, ես զայրանում էի քեզ վրա», սկսեց Անին սրբելով արցունքները։ «Մտածում էի, որ դու խանգարում ես իմ կյանքին, որ քեզ պատճառով գոռը չի ամուսնանում ինձ հետ, որ չեմ կարող ազատ լինել, քանի դու իմ հետ ես ապրում։ Բայց երբ դու գնացիր, հասկացա, որ խնդիրը ոչ քո մեջ էր, այլ իմ մեջ։ Գոռը այնուամենայնիվ լքեց ինձ, որովհետև ես նրան պետք չէի։ Նա քեզ օգտագործեց որպես պատրվակ, իսկ ես հավատացի նրան եւ դավաճանեցի քեզ»։ Նունեն լսում էր, գլխով արեց, եւ աչքերում ոչ զայրույթ կար, ոչ մեղադրանք, միայն տխրություն եւ հասկացողություն, որովհետև նա ապրել էր այդ 2 տարիները եւ շատ բան հասկացել էր իր դստեր կյանքի մասին։ Եվ հիմա գիտեր, որ Անին մեծացել է էգոիստ, ոչ ինքն իրենից, այլ որովհետև ինքը Նունեն այդպես էր դաստիարակել։ Ամեն ինչ տալով, ոչինչ չպահանջելով դրա դիմաց, սովորեցնելով վերցնել, ոչ թե տալ։ «Անի, ես էլ եմ մեղավոր,
ասաց Նունեն, վերցնելով դստեր ձեռքը։ Ես ամբողջ կյանքս ամեն ինչ արել եմ քեզ համար։ Չեմ սովորեցրել գնահատել աշխատանքը, զոհաբերությունը, չեմ ցույց տվել, որ կյանքում պետք է ոչ միայն վերցնել, այլև տալ։ Դու մեծացել ես այն մտքով, որ մայրը պետք է ամեն ինչ տա, իսկ դուստրը միայն ստանա, եւ սա իմ սխալն է։ Բայց երբ դու ինձ դուրս շպրտեցիր, ես զայրացա, վիրավորվեցի։ Ամիսներ լաց եղա։ Մտածում էի վշտից կմեռնեմ, բայց հետո հասկացա։ Սա վերջի չէ, սա սկիզբ է, իմ կյանքի սկիզբը ինձ համար, ոչ թե քեզ համար։ Նա պատմեց, թե ինչպես է ապրել այդ 2 տարիները, ինչպես է սովորել վարարան վարել, բանջարանոց փորել, կարկանդակներ թխել։ Ինչպես էր ստեղծել բիզնես, վաստակել փող, վերանորոգել տունը, վարձել օգնականուհիներ, ինչպես թորնուհի Կարինան օգնել է առաջ խաղացմանը, ինչպես մարդիկ սիրել են իր կարկանդակները, ինչպես էր զգացել իրեն պետք եւ ուժեղ։ Եվանին լսում էր բաց բերանով, չհավատալով, որ իր մայրը, հանգիստ ուսուցչուհին, ով ամբողջ կյանքը ապրել էր համեստորեն եւ աննկատ, 65 տարեկանում կարողացել է սկսել կյանքը զրոյից եւ հաջողել։ Մամ, դու բիզնես ես ստեղծել, բացականչեց Անին։ Ամսական 200,000 ես վաստակում, բայց ինչպես։ Նունեն ժպտաց։ Ձեռքերով, Անի, աշխատանքով, ապրելու ցանկությամբ։ Հասկացա, որ առանց քեզ ես անպետք չեմ։ Պարզապես չգիտեի, որ կարող եմ, իսկ պարզվեց շատ բան կարող եմ, երբ ուզեցի։ Նունեն պայուսակից հանեց ծրարը, դրեց սեղանին։ Ահա 400,000-ը։ Փրկիր բնակարանը, մարիր պարտքերը։ Անին նայում էր ծրարին եւ լաց էր լինում։ Մամ, ես արժանի չեմ սրան։ Ես արժանի չեմ քո օգնությանը, Նունեն խիստ ասաց նայելով դստեր աչքերին։ Արժանի չես, ճիշտ ես։ Բայց ես տալիս եմ ոչ թե որովհետև դու լավ դուստր ես, այլ որովհետև ես մայր եմ։ Դու ինձ դուրս շպրտեցիր, իսկ ես գոյատևեցի եւ հաջողեցի։ Հիշիր սա, ես ավելի ուժեղ եմ, քան դու մտածում էիր, եւ քան ես ինքս էի մտածում։ Ապրիր ինքդ, սովորիր աշխատել, գնահատել մարդկանց, շնորհակալ լինել։ Սա դաս է, Անի, դաժան, բայց անհրաժեշտ։ Նա վեր կացավ վերցրեց պայուսակը։ Չեմ մնա, իմ տունը հիմա այնտեղ է գյուղում։ Չեմ վերադառնա քեզ մոտ ապրելու։ Դու պետք է սովորես մեծահասակ լինել, անկախ, ապրել սեփական աշխատանքով, ոչ թե ուրիշիով։ Ես ներում եմ քեզ, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կվերադառնա ինչպես եղել է։ Դու դաս ստացար։ Հուսով եմ կուսումնասիրես։ Անին շտապեց մոր մոտ գրկեց նրան։ Մամ, մնա թեկուզ 1 օր։ Ներիր ինձ, ես կփոխվեմ, խոստանում եմ։ Նունեն գրկեց դստերը համբուրեց ճակատին։ Հավատում եմ, բայց ներումը անցյալին վերադարձ չէ։ Սա նոր սկզբի հնարավորությունն է։ Զանգիր ինձ, արի հյուր, կշփվենք, բայց յուրաքանչյուրս իր կյանքում։ Նունեն գնաց, փակեց դուռը հետևից, եւ Անին մնաց մենակ բնակարանում, ծրարով փողերով եւ կարկանդակների տուփով, եւ լաց եղավ ամոթից, շնորհակալությունից եւ գիտակցությունից, որ 2 տարի կորցրել է մորը։ Բայց ստացել է շանս վերադարձնել նրան ոչ թե որպես հարմար ծառայողուհի, այլ որպես ուժեղ արժանապատիվ մարդ, որով կարելի է հպարտանալ։ 1 տարի անց մայիսին, երբ գյուղը խորասուզված էր խնձորեն ու ծաղկի մեջ, եւ յասամանի հոտը այնպես խիտ էր, որ գլուխը պտտվում էր, Մարգահովիտ գյուղ եկավ Անին իր մեքենայով, որը գնել էր նոր աշխատանքի փողերով, որտեղ անցել էր այն բանից հետո, ինչ հաղթահարել էր պարտքերը եւ սկսել ապրել նոր կերպով, խնայելով, աշխատելով, գնահատելով յուրաքանչյուր դրամը։ Նա դուրս եկավ մեքենայից եւ շուրջը նայեց։ Մոր տունը բոլորովին այլ տեսք ուներ, քան 2 տարի առաջ, ամուր, խնամված, նոր տանիքով, ներկված փեռքերով եւ փորագրված շրջանակներով, արջևի այգիով։ Նունեն դուրս եկավ պատշգամբ, 70-ամյա, բայց կենսունակ, ուժեղ ձեռքերով եւ դեմքով, որը փայլում էր երջանկությամբ, եւ ժպտաց դստերը։ Անի, մտիր, թեյը պատրաստ է։ Նրանք նստեցին պատշգամբում խմելով թեյ, ուտում բալով կարկանդակներ։ Եվանին պատմում էր, թե ինչպես է ապրում։ Աշխատում է փոքր ընկերությունում որպես մենեջեր։ Աշխատավարձը համեստ է, բայց կայուն։ Վարձով է ապրում ծայրամասում մեկ սենյականոցում, տանն է եփում, խնայում է, բայց իրեն ավելի երջանիկ է զգում, քան նախկինում, երբ փող էր ծախսում աջ ու ձախ եւ ապրում գորի հետ։ Մամ, ներիր, որ այդքան երկար չեմ եկել, ասաց Անին, վերցնելով մոր ձեռքը։
ինձ ամոթ էր, վախենում էի, որ չես ների։ Նունեն գլուխը թափահարեց։ Ներել եմ 1 տարի առաջ անի, երբ փողերը տվեցի քեզ։ Պարզապես ուզում էի, որ դու ինքդ հասկանաս, ինքդ փոխվես։ Եվ դու փոխվել ես, տեսնում եմ։ Դու դարձել ես մեծահասակ, պատասխանատու։ Սա գլխավորն է։ Անին լաց եղավ։ Մամ, դու ինձ սովորեցրիր ամենակարևորը, որ երջանկությունը ոչ փողի մեջ է, ոչ տղամարդկանց, ոչ բնակարանների մեջ, այլ նրանում, որ կարողանում ես անել սեփական ձեռքերով, աշխատանքում, արժանապատվությունում։ Շնորհակալ եմ քեզ։ Պատշագամբից դուրս եկավ Կարինան, 16-ամյա, որը ամառային արձակուրդներին եկել էր օգնելու տատիկին, եւ նրանք երեքով նստած էին, նայելով դաշտերին, որտեղ կանաչում էր հացահատիկը, կեչիներին, որ աղմկում էին ցանկապատի հետևում, արևին, որը մայր էր մտնում հորիզոնի հետևում, երկինքը ներկելով վարդագույն եւ ոսկեգույն։ Եվ Նունեն մտածում էր, որ կյանքը զարմանալի է։ 2 տարի առաջ մտածում էր, որ ամեն ինչ ավարտված է, որ ոչ ոքի պետք չէ, իսկ հիմա ունի տուն, գործ, մարդկանց հարգանք։ Եվ նույնիսկ դուստր վերադարձել է։ Ոչ թե այն էգոիստը, որը դուրս էր շպրտել իրեն, այլ մեծահասակ կին, որը հասկացել է իր սխալները։ Երեկոյան, երբ Անին եւ Կարինան գնացին քնելու, Նունեն մենակ նստած էր պատշգամբում, փաթաթված հին թաշկինակով, լսում էր, թե ինչպես է հեռվից հաչում շունը, ինչպես են աղմկում կեչիները եւ շշնջում խավարում։ Շնորհակալ եմ կյանք, որ չկոտրիր ինձ, որ ցույց տվիր, որ ես ավելի ուժեղ եմ, քան մտածում էի, որ տվիր ինձ երկրորդ շանս։ Շնորհակալ եմ։ Նունե Հովհաննիսյանի պատմությունը հիշեցում է այն մասին, որ նույնիսկ ամենադաժան դավաճանությունը չի կարող կոտրել մարդում, եթե նա իր մեջ ուժ գտնի վեր կենալ եւ սկսել նորից, որովհետեւ իսկական ուժը ոչ անցյալին կառչելն է, այլ ցավը բաց թողնելը եւ հին ավերակների վրա նոր կյանք կառուցելը։ Նա դստերը տվել է ամեն ինչ՝ երիտասարդությունը, փողերը, առողջությունը, վերջին բնակարանը, եւ դրա դիմաց ստացել է սառը՝ դու խանգարում ես իմ կյանքին։ Բայց վիրավորանքից կոտրվելու փոխարեն նա ցավը վերածեց ուժի, մենակությունը ազատության, իսկ գյուղական աքսորը սեփական թագավորության, որտեղ իրեն գնահատում են ոչ թե զոհաբերության, այլ վարպետության եւ բարության համար։ Այս պատմության դասը ոչ թե ցանկացած չարիք ներելու մեջ է, այլ նրանում, որ ներումը ազատում է ոչ թե վիրավորողին, այլ քեզ ինքդ քեզնից, եւ որ մայրական սերը ոչ թե կույր զոհաբերություն է, այլ իմաստություն, որը կարող է եւ օգնել եւ սահմաններ դնել ասելով. ես սիրում եմ քեզ, բայց ես այլևս զոհ չեմ, իսկ դու պետք է սովորես ինքդ ապրել։ Նունեն ապացուցեց եւ դստերը եւ ինքն իրեն, որ տարիքը դատապարտում չէ, որ թոշակի անցնելով կյանքը չի ավարտվում, որ 65 տարեկանում կարելի է սկսել 0-ից եւ հաջողել, որ ձեռքերը, որոնք ամբողջ կյանքը ծառայել են ուրիշներին, կարող են ծառայել նաեւ իրեն, ստեղծելով ոչ միայն կարկանդակներ, այլ նաեւ նոր ճակատագիր, լի արժանապատվությամբ, հարգանքով եւ հանգիստ, խոր երջանկությամբ։ Եթե այս պատմությունը դիպավ ձեր սրտին, դրեք լայք եւ բաժանորդագրվեք հալիքին, որտեղ կգտնեք եւս տասնյակ հոգեվոր պատմություններ մարդկանց մասին, ովքեր չեն հանձնվել անարդարության առջև։ Ուժ են գտել են սկսել նորից եւ ապացուցել, որ տարիքը վերջը չէ, այլ նոր սկիզբ։ Կիսվեք այս տեսանյութով նրանց հետ, ովքեր հիմա դժվարին վիճակում են, ովքեր մտածում են, որ կյանքը ավարտված է։ Հնարավոր է Նունե Հովհաննիսյանի պատմությունը ոգեշնչի նրանց չհանձնվել, հավատալ իրենց եւ բացահայտել իրենց մեջ ուժեր, որոնց մասին չէին կասկածում։ Սպասում ենք ձեր պատմություններին, մտքերին, արձագանքներին։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եղաք մինչև վերջ։ Եվ հիշեք, երբեք ուշ չէ սկսել ապրել ինքներդ ձեզ համար։